Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի եւ հատկապես մի հոգավորից։ Ես ճիշտն ասած Դերենիկ արդեն եւ դու նույնպես մեր Facebook-յան էջերում նախապես տեղեկացրել էինք մեր հայրենակիցներին, որ այսօր մեր ոդկասթի հյուրերը լինելու են փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը եւ Արամ Օրբելյանը, բայց Տիկին Փոստանջյանը շատ անկանխատեսելիորեն եւ անսպասելիորեն շատ հարգելի պատճառներով, այո, այսօր մեկ այլ չկարողացավ։ օր կլինի ինքը։ Անպայման մենք իրեն մեկ այլ օր հրավիրելու ենք, զրուցելու ենք եւ հիմա դուք ինքներդ տեսնում եք, որ Զարուհի Փոստանջյանին փոխարինել է եւ մեր շտապ օգնության է հասել պարոն Դանելյանը։ Շնորհակալություն պարոն Դանելյան։ Այսինքն ուզում եք ասել, որ հանկարծ չմտածեն, թե Զարուհին ինչպես է փոխվել, Ամեն դեպքում էլի թեմաները լայնածավալ են լինելու, անպայման խոսելու ենք նաև Անդրանիկ Թևանյանի գործից, ինչպես որ անոնսում մենք հրապարակել ենք։ Պարոն Օրբելյանը լինելու է մեր տաղավարում, կզրուցենք պարոն Դանելյանի հետ զրուցելուց հետո։ Պարոն Օրբելյանի հետ կխոսենք իրավական տեսանկյունից, պարոն Դանելյանի հետ կխոսենք արդեն քաղաքական եւ աշխարհաքաղաքական։ Եվ աշխարհաքաղաքական, երևի սկսենք հենց Չէ, միչև ճշտենք իմ կարգավիճակը, որտեղ ես 3 միլիոն վարչապետներից մեկն եմ խոսում։ Բնականաբար, թե որպես համեստ սովորական քաղաքացի։ Չէ, 3 միլիոն վարչապետներից, եթե ուզում եք նաև հպարտ քաղաքացի, չեք ուզում, չենք ասում, ուրեմն վարչապետ։ Շնչով ասել է, ասվածում է, որ հպարտությունը շատ դեպքերում բացական երանգ է։ Ու մահացու մեղք է համարվում կաթոլիկների մոտ, եթե չեմ սխալվում։ Պարոն Դանելյան, այսօր տեղի է ունեցել հայտնի պատճառով Պուտին Փաշինյան հեռախոսազրույցը եւ Փաշինյանը տևական ժամանակ է հետեւյալ թեզն է փորձում կերցնել ժողովրդին, որ որ այդ խնդիրները կան Ռուսաստանի հետ, հատկապես տնտեսական ապրանքների ներմուծման, մի շարք այլ խնդիրներ, դրանք անցողիկ են, մի քիչ դիմացեք, ես որ հանկարծ հրաշքով դարձա վարչապետ, վերընտրվեցի այդ պաշտոնում, բոլոր հարցերը ես կլուծեմ, կգնամ, կնստեմ, երեսներին կնայեմ, կասեմ, որից հետո է այդ ամեն ինչը կլուծվի։ Հավանաբար նա զգուշանում այն բանից, որ հասարակության մոտ ես սոցիոլոգիական հարցում չեմ արել, ուղղակի զուտ սոցցանցերն ու լրատվամիջոցները ուսումնասիրելու արդյունքում հանգել եմ այն եզրակացությանը, որ մեծ անհանգստություն կա ժողովրդի մոտ կապված Ռուսաստան-Հայաստան տնտեսական հակամարտության հետ, շատերը զգուշանում են, վախենում են նաև, թե ինչ է լինելու հետագայում, որովհետև գործ ունենք միլիոնների հետ, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր իրենց ամբողջ ապրուստը կապում են Ռուսաստան արտահանման հետ, ծաղիկից սկսած ելակով վերջացրած։ Հիմա արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի համոզել ժողովրդին, որ խնդիր չկա, ինքը հենց ընտրվեց, բոլոր հարցերը այդ կախարդական փայտիկով լուծելու է։ Հաղորդագրությունը հետևյալն էր, հեռախոսազրույցի հետ կապված, այս անձնավորությունը, որ հիմա վարչապետը, ինքը ինչպես էր բացատրում, որ նախագահի հետ խոսեցին, շատ լավ խոսակցություններ, թյուրիմացություններ կային, մանր-մունր թյուրիմացություններ էին, այդ հարցերը կլուծվենք, իրար հասկացանք եւ պայմանավորվեցինք, որ առաջիսկ հնարավորության դեպքում, այսինքն վերընտրվելու է վարչապետ, գնալու է Ռուսաստանի նախագահի հետ եւ բոլոր հարցերը շուրջ կպայմանավորվեն։ Հիմա որքանով է դա հնարավոր, որքանով հնարավոր չի, ես կարծում եմ հնարավոր չի, այսօր զրուցում էինք սոցիոլոգ Արտուր Պարոնյանի հետ եւ երկուսս մի հետաքրքիր բանի հանգեցինք դրա հետ կապված այդ խոսակցության։ Ուրեմն հիշում եք 22 թվականին միջև Ռուսաստանի հետ այդ հատուկ ռազմական գործողություն սկսելը կամ պատերազմը սկսելը վերջի 2 ամիսը Ռուսաստանի նախագահը ինչ հարցադրում էր անում։ Ինքը ասում էր, այս խոսակցությունները արդեն վերջ, դուք ինձ խաբում եք։ Դա ուղղված էր եւ Արևմուտքին եւ Ուկրաինային։ Ասում էր, հիմա իմ հետ թղթով խոսացեք։ Ես թուղթ եմ ուզում։ Բերեք, պայմանավորվենք բոլոր կողմերս, որ Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնում, որտեղ դա սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը, այնտեղ բազա կլինի եւ այլն։ Նույնիսկ ռաֆտ ինչ որ բան սկսեցին պատրաստել, բայց հրաժարվեց Արևմուտքը։ Եվ հիշեցնեմ, որ դրանից առաջ Բրիտանիան եւ Ուկրաինան մի պայմանագիր էին
կնքել Բերջանսկում, արդեն Ազովիցովում ռազմական նավահանգիստ բրիտանական կառուցել, այսինքն դա նշանակում էր, որ հաջորդ փուլում Ղրիմում լինելու են ինչ-որ նավահանգիստներ եւ այնտեղ տարածքն էին չափում, որ ինչ վտանգի տակ կլինի Ռուսաստանը եւ այլն եւ այլն։ Եվ ինքը ասում էր վերջ, ինձ թուղթ է պետք։ Թուղթ կբերեք, ստորագրեք։ Հիմա ես այս զուգահեռ տանանք պարոն Պարոնյանի հետ եւ հետաքրքիր էր, որ ինչ եղավ բանում այս ԵԱՏՄ հանդիպման ժամանակ։ ԵԱՏՄ հանդիպման ժամանակ ուրեմն ժամանակ դրեցին մինչև դեկտեմբեր ամիսը եւ ասում են ըստ էության մեզ թուղթ տվեք։ Թուղթը ինչի մասին է, ասում են դուք ազգային ժողովով օրենք ենք ընդունել, որ դուք գնում եք դեպի Եվրոպա։ Հայտարարություն, բայց ազգային ժողովը քվեարկել եւ ընդունել է, չէ՞ հայտարարություն։ Եվ դրանից առաջ եղել է ինչ-որ ստորագրահավաք։ Չէ՞, այնտեղ ասում են 50,000 էր պետք, չեմ հիշում 100,000 հավաքեցին եւ այլն։ Եվ ազգային ժողովը այդ հայտարարությունը արդեն դա օրենքի տեսք ունի ինչ-որ առումով, հա, նպատակ է, որ իրենք պետք է գնան։ Եվ իրենք ասում են մեզ որպես էլի լավ ձևակերպում կար Պահեստային պակրիշկա հայերեն ոնց է, Պահեստայինը անվադող 5-րդ, մեզ մի օգտագործեք, որ պահին ուզեք, մեզ օգտագործեք, հետո գնաք Եվրոպական միություն։ Այսօր նաև ասել են, որ դուք փաստորեն մեզ օգտագործում եք, որպեսզի շահ ստանաք, փող աշխատեք, տնտեսապես ավելի, այսպես ասած, զարգանաք մեր հաշվին, հետո գնաք Եվրամիություն։ Այսինքն հարցը դրված է մեզ թուղթ տապեք։ Այսինքն դուք թուղթ ունեք, որ գնում եք Եվրամիություն, հա, ազգային ժողովում ընդունված։ Հիմա մեզ թուղթ կբերեք, որ դուք չեք գնում Եվրոպական միություն։ Մի կողմ դնենք, որ Եվրոպական միություն գնալը պատրանք է, դա անհնար է, սահման չկա, ի տարբերություն գոնե Վրաստանի, որ նավահանգստով բանով կապված էր, հա, Եվրոմիության հետ, ի տարբերություն Ուկրաինայի, որ նման զողողությունների գնաց, բայց պատերազմի ժամանակ այդքան վնասներ կրելով, տարածքներ կորցնելով, մարդկային զոհեր ունենալով, երբ որ հարց եղավ, որ ուկրաինական ցորենն ու ձեթը պետք է ուղարկել Ուկրաինա, Լեհաստանը եւ Ռումինիան փակեցին սահմանները։ Դա ասում են մեր ֆերմերների հետ դուք մրցակցելու եք եւ մենք պաշտպանում ենք մեր ֆերմերների շահերը։ Այդ սա մի կողմ դնենք, որ դա հեքիաթ է Եվրոմիության գնալը, այսինքն այստեղ աշխարհաքաղաքական փոփոխություններ են փորձում։ Պարոն Դանիելյան, թուղթ կարող է Նիկոլ Փաշինյանը տալ, օրինակ խոստանա, որ հեսա մի հատ հանրաքվե կանենք, ժողովուրդը ինչ ասեց։ Կարող է ժողովուրդը ասի, որ չէ, մենք չենք ուզում գնալ չենք ուզում դառնալ Եվրամիության անդամ պետություն, այլ Եվրոպա գնալը ես մի քիչ այլ ձևով եմ հասկանում, շատ ենք իրար հետ խոսել այդ մասին, դա առաջին հերթին արժե համակարգը, եվրոպական ստանդարտի պետություն ունենալը, դեպի Եվրոպա գնալը, էլի, բայց եվրաինտեգրացիան, Եվրամիության անդամ պետություն դառնալ, դա այլ բանի մասին է։ Հիմա Նիկոլը, եթե հասկանա, որ այստեղ իրավիճակը պայթունավտանգ է Ռուսաստանի քայլերի պատճառով, հենց այդ թուղթը հանրաքվե անեն, ասեն, հեսա ժողովուրդը որոշեց, որ չեն գնում Եվրամիություն։ Հարցը ես հետեւյալ կերպ եմ հասկացել, ում է գցել եւ երբ է գցել եւ հետագայում ում է գցելու, չէ՞։ Հիմա հարցը հետեւյալն է, ինքը գցում է Եվրոմիությանը ուզում է օգտագործի, բայց օգտվի ԵԱՏՄ-ից եւ վերջում գնա ԵԱՏՄ, որտեվ հարց է առաջանում, ինչի՞ չես դուրս գալի հապկից, ինչի՞ չես դուրս գալի ԵԱՏՄ։ Ինքը գցում է Ռուսաստանին, որ օգտագործել է Ռուսաստանը գնա Եվրոպական միություն, թե ինքը գցում է Հայաստանի հանրությանը կամ հանրության մի հատվածի եւ չէ, ինչի համար է գցում։ Բայց ինքը տևական ժամանակ գցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Չէ, ինչի է հիմա նման ծուղակում ինքը հայտնվել ու երկիրն է այդ ծուղակում գցել։ Ես կարծում եմ իր միակ խնդիրը այս պահին վերընտրվելն է, ինչ կյանքի հարցն է։ Հիմա վերընտրվելու համար ինքը պետք է ձայներ հավաքի, ճիշտ է։ Ձայներ հավաքելու համար պետք է հիմնավորի ինչի՞նց ընտրեք։ Հիմնավորում է, ասում եք, գիտեք ինչ Ռուսաստանը պատներ Արցախի պատերազմի ժամանակ մեզ չօգնեցին, փողը տվեցին, զենքերը չտվեցին եւ այլն եւ այլն։ Իրանք են ճանաչել Արցախ-Ադրբեջանի։ Իրանք են ճանաչել, բայց հետո ասում են մենք գիտեք ինչ Հայաստանը Ալմատայի բանը ճանաչել էր 90։ Հիմա երբ ով ինչ ածա, այդ էլ մի կողմ դնենք։ Այսինքն արտաքին թշնամին ունի Ռուսաստանի տեսքով, ունի խաղացնում է։ Եվ նաեւ հանրության մի հատված ասում է, բայց ինչ վատ է Եվրոմիություն գնալը, զարգացած երկրներ են, լավ են ապրում, մենք էլ ենք ուզում։ Վիզայի ազատականացումը Բաղդադում էլ շատ խորհուրդ կա, հա։ Ինչ որ մարդիկ էլ ասում են, դե չի ստացվել, հա։ Հիմա այդ մարդկանց
ինքը ձայները պետք է հավաքի։ Այսինքն ձայները հավաքելուց հետո վերընտրվի եւ ըստ էության ինքը ասում է կգնամ Ռուսաստանի նախագահի մոտ կասեմ ընտրություններ են, մարդկանց խաբել են, բան եմ արել, գցել եմ, հավաքել եմ։ Բայց հիմա հարց է առաջանում։ Նույն հարցը տալու են Եվրոմիությունից։ Մեզ էլ էս գցել։ Հիմա Ռուսաստանն է ասում, մեզ էլ էս գցել։ Ժողովրդի մի մասը կարող է խելքը գլխի գա եւ բանանի ասի, հիմա մենք էլ ենք խափնվել։ Հիմա Ռուսաստանը տվյալ դեպքում եւ ԵԱՏՄ-ն իրենք ասում են վերջ, այս խաղերը վերջացավ, մեզ թուղթ բերեք։ Թուղթ բերի Եվրոմիությունում է խնդրեմ։ Թուղթ բերի հանրության մի հատվածի մոտ է խնդրեմ, որոնք ասում են ինքը մեզ խաբել է եւ նաեւ ինչն է հետաքրքիր։ Բայց ինչ խնդրեմ է Նիկոլ Փաշինյանի համար գցել եվրոպացիների խոսքի։ Խնդրեմ չի, խնդրեմը երբ որ դու բոլորին գցում ես, հա վերջում, այսինքն բոլորը քո դեմ են դուրս գալի, այսինքն առաջանում է մի իրավիճակ եւ երկրի ներսում եւ ռուսամետները եւ հակառուսները եւ արևմտամետները բոլորը միավորվում են քո դեմ։ Եվրոմիությունը քո դեմ է, Ռուսաստանը քո դեմ է, գործարարները որ վնասներ են կրել, արդեն բավականին կրել են, քո դեմ են, քո քաղաքական թիմը էլ բացատրել չունի, ուսապարկերի մասի է խոսքը, ասեն քաղաքական թիմ, հա, ինչ ասեն են էլ կասեն, մտածեն։ Բայց իրար մեջ դե խոսում են, չի ասում, բա վերջին չալնելու, իր մոտ որ չստացվի, մենք էլ ենք չէ դուժելու։ Հետո մեր առաջ են չէ հարցերը դնելու նաև Երբ որ ինքը գնաց։ Իսկ գուցե Ռուսաստանը ոչ թե Նիկոլ Փաշինյանից է այդ թուղթը ուզում, այլ հայ հանրությունից է թուղթը ուզում, ու այդ թուղթը պիտի լինի հունիսի 7-ի ընտրությունները, որովհետև ինքը հայ ժողովրդին զգուշացնում է, ամեն կերպ արդեն ակնարկում է, հիմա շատ ավելի առարկայական է, հա, ներկայացնում թե այն վտանգները, որոնք կարող են հետո սպառնալ հայ ժողովրդին, մեր տնտեսությանը, մեր գյուղացիներին։ Գուցե ինքը հայ ժողովրդին է ասում, որ դուք կողմնորոշվեք ու հունիսի 7-ին այդ թուղթը դուք ինձ ցույց տվեք, դուք ուզում եք զարգանալ, ուզում եք Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանել, թե ինքնասպանության եք գնում եւ գնում եք դեպի կործանում։ Իհարկե, հունիսի 7-ի ընտրությունները դա հանրակրվե է, այսինքն եթե հանրության մեծ մասը ընտրում է գործող իշխանությանը, արդեն սա հանրակրվե է ըստ էության, բայց դե յուրե հանրակրվե չի, որտեղ եթե այս իշխանությունը վերարտադրվի Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում եւ գուցե Իրանում հասկանան, որ սա արդեն ժողովրդի որոշումն է, բայց ֆորմալ առումով իրենք ժամկետ են դրել դեկտեմբերին, ասում են մինչեւ դեկտեմբեր մի հատ էլ հանրակրվե արեք, որտեղ կարող է ենթադրենք այս գործող իշխանությունը շատ լավն է, բժշկական ապահովագրություն է մցրել, ինչպես իրենք են ասում դպրոցները սարքել չնայած իրականում սա առանձին խոսակցություն է, առանձին ավելի շատ փակել են, քան բայց ասում են ես դպրոց հիմնականում վերանորոգել են, ոչ թե զրոյից սարքել են։ 10,000 դրամ թոշակներն, թե 8,000 դրամ թոշակներն եմ ավելացրել, բայց այդ թոշակները շատ ներողություն ժողովրդական լեզվով ասած քթից է դուրս գալու, գազի բարձրանալու, բայց դա մի կողմ դնենք, հա։ Պարտք են վերցրել այդքան, հետո թոշակ են բարձրացրել։ Եվ բյուջեում չի եղել եւ ոչ թոշակը, ոչ բժշկական ապահովագրում, սա արդեն իսկ հանցագործություն է, ոչ թե վատ է, որ մարդիկ բժշկական ապահովագրություն են ստացել, դա շատ լավ է, դա պետությունը պարտավոր էր անել մեր տարեցների համար եւ այդ թոշակի բարձրացումը նույնպես շատ քիչ է, որտեղ դա արժանապատիվ թոշակ է, բայց իրանք դա անում են նախընտրական կաշառքի շրջանակներում եւ բյուջեում չկա այդ դրված չի, այսինքն սա որտեղ բյուջեն դա օրենքով է, չէ՞ որոշվում, սա անօրինականություն է։ Օրենքից դուրս էքստրեննի ինքը մտել է այդ թեմայի մեջ, որովհետև դեկտեմբերին էր, չէ՞, երբ որ գորգորում էր ազգային ժողովի թոշակառուները չգիտեն որտեղ ծախսեն, չգիտեն որտեղ ծախսեն, ապահովագրությունը կմտցնենք ու մենք կասենք ոնց ծախսի։ 2 ամիս հետո փոխվեց։ Սա քրեական գործ է։ Դե մյուս կողմից, բա այդ բյուջեում այդ փողը չկա, բա հետո ինչ ես անելու, հա։ Իսկ ուրիշ ճգնաժամ, դրան գումարված է ճգնաժամը ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա հարցը հետեւյալն է։ Ես կարծում եմ, ժամկետը դրված է մինչև դեկտեմբեր, դա պատահական չի, եւ դեկտեմբերին ասելու եք, դու հանրակրվեկ անցկացնես
եւ ԵԱՏՄ-ից դուրս կգաս։ Եթե չես անցկացնի, մենք ես կբերենք նրան, որ դուք անցկացնես, կամ քու ժողովուրդը արդեն ինչպես հունիսի 7-ի ընտրությունը կարող լինի հանրակրվի, փողոցում այդ հանրակրվեն կարող է տեղ ունենալ, նման վիճակ ստեղծվի Հայաստանում։ Եվ ես վտանգները Այսինքն տեսնում այստեղ եմ։ կարող է լինել ԵԱՏՄ Մայդան, հա, այդ բառը օգտագործենք։ Չէ, ես ավելի վատ բան եմ տեսնում, եթե այս իշխանությունը չեմ պատկերացնում, բայց վերարտադրվեց, ես շատ ուրախ կլինեմ, որ սխալվեմ, բայց իմ զգացողություն կա, որ մենք գնալու ենք քաղաքացիական պատերազմի, որտեղ հանրության մի հատված կա, սրան չի ընդունում, հանրության մի հատված կա, որ սրան է ընդունում, բայց այն հատվածը, որ սրան ընդունում է, փողոց դուրս եկող չի արդեն, դա ինչ որ ուրիշ զանգված է։ Այն հատվածը, որը սրան չի ընդունում, եթե քաղաքական լուծումները վերանում են, ես կարծում եմ փողոց դուրս կգան։ Եվ նաև ամենավտանգավորը, որ աշխարհաքաղաքական կողմեր կան, որոնք կարող են սա օգտագործել այս վիճակը, իրենց խնդիրները լուծել։ Այդ դեպքում մենք կներես Ալեքն ասում, դուք ներկայացրեցիք, որ հա Նիկոլի կողմնակիցները ինչ էլ անես իրենք դուրս չեն գա, այս վերջերս են նույնիսկ ակտիվացելու, ասում են հա Նիկոլին ենք ընտրելու, շատերը թաքնված են, չամաչում են ըստ էության այդ մասին ասելու, բայց այն դեպքում մեղավորությունը ում վրա է բարդվելու, պարոն Դանիելյան, ասում եք ընդդիմադիր ինչ որ շրջանակներ, հա, նկատի ունեք, թե փողոց դուրս գալը, ընդդիմադիր եւ քաղաքացիական պատերազմ, որովհետեւ քաղաքացիական պատերազմը արդեն դա շատ լուրջ անտանելի, Աստված մի արած է նման բան լինի։ Ինչ է նշանակում քաղաքացիական պատերազմ։ Երբ որ քաղաքական համակարգը տապալվում է եւ իրենք արդեն չեն կարողանում քաղաքական գործընթացներ տանել, այսինքն քաղաքական ուժերը վարկաբեկվում են։ Այո։ Եվ չեն կարողանում խնդիրներ լուծել։ Այդ ժամանակ արդեն գալիս են ապա քաղաքական ուժերը, ոչ թե քաղաքականությամբ չհետաքրքրվող, այլ կուսակցական ֆորմատներ չունեցող եւ ընտրություններին չմասնակցող անկառավարելի։ Անկառավարելի process է գալի, անկառավարելի process-ներում հայտնվում են այնպիսի մարդիկ, ինչպես այսօրվա վարչապետն է, 2008 թվականին, 18 թվականին, նման կերպարներն են դառնում արդեն հերոսները։ Որ ասում են պուլիժնիկներ վերցրեք, արմատուրներ, ցույց փառավորվեց, որ ոստիկանին խփել եք եւ այլն։ Եվ նաև եթե ֆրանսիական հեղափոխության օրինակը վերցնենք, ֆրանսիական հեղափոխության, ուրեմն ֆրանսիական հեղափոխությունը ուներ նաև արտաքին հետք։ Դա Բրիտանիան էր ֆինանսավորում հեղափոխությունը, եւ երբ որ մարդկանց մոտ 30-40 հազար գիլյոտինի վրա տարան, չէ, գլխատեցին, հիմնական մեղադրանքը բրիտանական լրտես լինելու մեջ էր իմիջայլոց։ Սկզբից թագավորի կողմնակիցներին են բանան որպես բրիտանական լրտեսներ, որոնք արդեն պատասպարվել են Բրիտանիայում, Ավստրիայում եւ այլն։ Հետո արդեն անցան հեղափոխականներին, որտեղ այդ հեղափոխականները ֆինանսավորվում են Բրիտանիայի կողմից, դա արդեն երկար պատմություն է, ինչի էր Բրիտանիան դա անում, դա Ամերիկայում այդ Ֆրանսիան օգնեց, որ այդ հեղափոխությունը հաղթի ամերիկյան, ոչ մի խոսքով եւ նաեւ գումարի չափը կար, կառավարությունը ինչքան գումար էր տվել։ Հիմա այս հետագայում բոլոր նմանատիպ հեղափոխությունները ունեն այդ սցենարը, արտաքին հետ, նաեւ ռուսական հեղափոխությունը արտաքին հետ ուներ եւ հիմա հարցը հետեւյալն է. եթե Հայաստանում հեղափոխական իրավիճակ ստեղծվի, նաեւ կարող են լինել արտաքին հետքեր, մի քանի հետքեր, եւ սա ամենադաժան իրավիճակը կլինի։ Դա մենք վերածվել ենք աշխարհաքաղաքական բախման թաթերաբեմի, այս իշխանությունն է մեզ վերածել աշխարհը։ Դա այո։ Մի հատ էլ դրա տակ տեսակն ենք մենք տեսնելու, այդպես է ստացվում, հա։ Այո։ Նո Աստված մի արած է, սա կանխատեսում է իհարկե։ Այսինքն պարոն Դանիելյան, ես ճիշտ հասկացա, որ երբ Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ ինքը պարտվում է, տարբերակ A ինքը կհրահրի այդպիսի բախումներ եւ ցնցումներ, տարբերակ B նույնիսկ Նիկոլ Փաշինյանին տեղյակ չպահելով դրսի ուժերը այստեղ որոշակի այդպիսի ցնցումներ կհրահրեն, նույնիսկ գուցե ավելի բարդ խնդիրներ այնտեղ ահաբեկչության նմանվող եւ իրենք կներքաշեն կազմակերպեն, հա, եւ Նիկոլ Փաշինյանին
ներքաշեն նաև այդ ամեն ինչի մեջ, որպիսի այստեղ արևմուտքը չկորցնի Հայաստանին, հա, ես ճիշտ հասկացա։ Այո, եւ նաեւ հաշվի առնելով, որ այս անձնավորության շնորհիվ հանրությունը արդեն իսկ պարակտված է եւ նայեք, չէ, ասենք դանակահարություն եղավ այս վերջերս, ով է ձայն տալու այդ թեմայով, չէ, եւ 7 անգամ դանակահարեց մեկը մյուսին։ Մենք տեսնում ենք փոխադարձ ատելություն եւ թշնամություն, որը հիմնականում հենց իշխանությունն է հրահրում։ Դե այս վերջի 8 տարի մենակ դրանով են զբաղված, դագաղներով եկան, դագաղ չեն դնում դիմադիրների բաների առաջ խորհրդանիշ դագաղներ, որոնք դառան իրական դագաղներ։ Եվ երկրորդ հետաքրքիր է միջալոց դագաղի խորհրդանիշով եկա ամենամեծ մահ բերած իշխանությունն է ըստ էության։ Եվ երկրորդ պահը, իրենք ինչ են արել, իրենք Հայաստանը ներքաշել են աշխարհաքաղաքական պայքարի մեջ, նայեք, ռուսական բազա, Եվրոմիությունից դիտորդներ, որոնք բարձր ռազմականացված կառույցներից են, արտաքին հետախուզությունը պարզ չի ով է վերահսկում, ԱԱԾ-ն պարզ չի, քանի տեղից է վերահսկվում, բանակը պարզ չի, ով որտեղ է սովորել սպաները, մեկ ընդեղ, մեկ արևմուտքում, մեկը մյուս տեղը, իրար թշնամի երկրներում, համազգեստի ծևերն են տարբեր։ Համազգեստը տարբեր է, զորահանդես արեցին հիմնականում ռուսական զենքեր են, հետո ֆրանսիական ինչ-որ զենքեր, հետո ինչ-որ իրանական բաներ են, զենքեր, դու հասկանում եք, հակամարտող պատերազմի մեջ գտնվող երկրների զենքերը, համազգեստները, սպաները տարբեր տեղ սովոր, այսինքն ինքը բերել է այդ ամբողջ թնջուկը այս փոքրիկ երկրի մեջ է կենտրոնացնել, որը կարող է պայթի եւ տարօրինակ կլինի, եթե չպայթի։ Այսինքն այս մարդը էկզիստենցիալ վտանգ է մեր երկրի համար եւ նաեւ հունիսի 7-ին ընտրության արդյունքները այնքան հստակ եւ անբեկանելի պետք է լինի որպես իրենց պարտություն, որ այդ բոլորի ձեռքերը կապնվեն եւ թույլ չտա, որ այս սցենարները տեղի ունենան։ Ու դրա համար առաջին հերթին պետք է որպիսի շատ մեծ մասնակցություն լինի, առիթ օգտագործելով մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ կոչ անենք, որ անպայման գնան քվեարկության, անպայման մասնակցեն, որովհետեւ ես մի անգամ ասել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ վախենում է ոչ թե ցածր տոկոսներից, այլ սարսափում է բարձր մասնակցությունից։ Միայն բարձր մասնակցության պարագայում ինքը ոչ մի բան չի կարող անել եւ պարտությունը կլինի այդպես անբեկանելի եւ անկասկած։ Կարող ենք ֆիքսել, որ ընտրության մասնակցությունը դա Նիկոլի մերժելու դրսևորումը։ Ոչ երկիրը փրկելու դրսևորումը արյունահեղությունից մեղավորին շանս ենք ստանում երկիրը փրկելու։ Եվ նաև եկեք ազնիվ լինենք, մեզ դիտողներին չխաբենք, հա, մենք ունենք երկիրը փրկելու մի հնարավորություն, որը չի նշանակում մենք ունենալու ենք լավ իշխանություն, որտեղ այս անձնավորության խոսքով եռագլուխ հրեշն է գալի իշխանության եւ ռեալ իշխանության պայքարել, բայց երկիրը փրկվելու շանս է ստանում։ Եվ մյուս տարբերակը մենք գնում ենք շատ դաժան սցենարների եւ արյունալի սցենարների։ Պարոն Դանիելյան, այստեղ խոսեցիք այդ Նիկոլի իբր գաղափարական, բայց դա ուղղված է բացառապես իր իշխանությանը պահելուն, այնտեղ ոչ գաղափար ունի, ոչ գաղափարախոսություն ունի, բայց փորձում է ներկայանալ նաև գաղափարախոսական տիրույթում հայկական ժամանակում մի հատ հոդված հրապարակեցին, դե անանուններ կեղծանունով էր գրված, այդ կարդացել ենք այդ մասին, դուք եք հրապարակում արել, նկարը Անդրանիկ Թևանյանին էր, ով Կապանտարկյալ է եւ 10 օրից ավել, չէ՞ արդեն։ Ամսի 22-ին, 22-23։ Ну, հա, արդեն 10 օր։ Մոտավորապես 10 օր գտնվում է կենտրոն քրեակատարողական հիմնարկում, շինծու քրեական գործով, վերնագրի մեջ գրված էր Անդրանիկ Թևանյանի անունը եւ նկարներ, բայց տեքստում չկար Անդրանիկ Թևանյան, բայց կային շատ ֆանտազիաներ։ Չէ, սա Անդրանիկ Թևանյանի անունն էր եւ սա պատմական ինչ էր իրադարձություն, թե ձերբակալություն, պատմական չգիտի շանս, սա ինչ որ պատմական շանս նմանատիպ, այսինքն Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը եւ շինծու
մեղադրանքը դա Հայաստանի համար պատմական Իրադարձություն շրջադարձ էր։ ու դա ինչով է մեկնաբանում այդ հոդվածը ամբողջությամբ ներծծված էր հակառուսական ինչ որ դրսևորում հակա Չէ, ավելի բաներ, ինչն է հետաքրքիր։ Ուրեմն զուգահեռներ է տարվում, տեսեք, Հայաստանը երկու կայսրությունների արանքներ, ժամանակին Պարսկաստանի եւ Հռոմի, հա, Բյուզանդիայի տեսքով։ Եվ ինքը ինչ էր ասում էր Պարսկաստանը արդեն թուլացել էր, որտեղ 30 տարի այդ 7-րդ դարի կեսերին 30 տարվա արյունալի պատերազմ է եղել Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջև արյունահեղ երկու երկրներն էլ թուլացել են սարսափելի եւ եղել է սարսափելի ժանտախտ եւ Պարսկաստանում եւ Հռոմում, Բյուզանդիայում, հա, որտեղ տեղեր է եղել 30-ից 50% բնակչությունը մահացել է ժանտախտից։ Եվ այդ ժանտախտը շրջանցել է արաբական թերակղզու արաբներին, որից հետո այդ իսլամի գաղափարով եկան եւ նվաճեցին 640-ական թվականներին Պարսկաստանը։ Հիմա ինչ է ասում է դեղ մի հատ մարզպետ կար Սասանյան թագբանի կողմից դրված, որը ջոկեց, որ Պարսկաստանը թուլացել է, ժամանակներ sense ժողովրդական լեզվով ասած թռնել Հռոմի գիրկը, այսինքն սա արևելքն է Պարսկաստանը, բանը Հռոմը բանն է։ Ես սա Պարսկաստանի դրածոն էր, որ ուզում էր թռնել, բայց դեռ կար մի կաթողիկոս, որը ասում էր, չէ, պետք չի, որովհետև եկեք բան էլի Պարսկաստանի հետ մենք մնանք, ու սա բերում է, որ սա ինքն է այդ մարզպետը, Իրանից, այսինքն Ռուսաստանից նշանակված, ըստ լոգիկայի, բայց ինքը ուզում է Ռուսաստանից թռնի։ Եվ կար մի կաթողիկոս, որ ասում էր, չէ, Ռուսաստան պետք է մենք մնանք, դա էլ Անդրանիկ Թևանյանն է այդ կաթողիկոսը, եւ ֆանտաստիկ զուգահեռներ էր տանում բորբոքված այլասերված երևակայության արդյունք ու կարող է հոդված օրինակ վերագրային թռնելու ժամանակը եկել է թռնելու ժամանակը շատ սիրուն դա էր ասում ունդեղ էլի նմանատիպ զուգահեռներ էր բերում տարբեր պատմական փուլերից եթե սա տպագրվեր ինչ-որ մի այլ տեղ նույնիսկ կարելի էր ասել հետաքրքիր հոդված է առանց Անդրանիկ Թևանյանի անունի եւ զուգահեռ եկեք մի հատ քննարկենք էլի պատմական փուլերը եւ ան կարող է դա օգնի մեր մտքին հասկանալ այսօրվա իրավիճակը պատմական դասերի վրա հետաքրքիր կլ մեկը մի բան կասեր մյուսը հակառակը կաներ բայց քանի որ սա գործող վարչապետի ընտանեկան թերթում է տպագրված եւ նման բաներ եւ վերնագիրը Անդրանիկ Թևանյանի չեմ հիշում ձերբակալություն դա ինչ պատմական շանս թե այսինքն սա խոսում է որ ինքը ոչ միայն ձև է թափում եւ նաեւ Պապ Թագավորի հետ էր իրեն համեմատում այսինքն Մեսիա է ինքը իրեն երևակայել հա Հիսուս Քրիստոսի հետ էր համեմատում Գանձիի հետ էր համեմատում ժամանակ հետո Մանդելայի հետ քանի անգամ դեռ շատ հետաքրքիր ելույթներ կար դեռևս 18 թվականին Իրանում Սպահանում հնչեցրած հետո Հիսուսի հետ էր իրեն համեմատում եւ այսինքն ինքը միսիայական ինչ որ բան ունի իր մեջ եւ ես կարծում եմ շատ դեպքերում անկեղծ ոնց որ հոգեկան հիվանդության սիմպտոմներ նկարագրեիք ոչ թե ասենք դե ինքը մարդը պրոբլեմ ունի իր ինքնության հետ մեկ Նելսոն Մանդելայի կերպարի մեջ հետո Հիսուսի կերպարի մեջ է մտնում հետո Պապ շատ բռնակալներ նման բաներ ունեցել են Մուսոլինին ռեալ այդ բան ուներ ինքը Ռոմի կայսրերի հետ անկեղծորեն իրեն նույնականացնում էր Նապոլեոնը ուներ որ ինչ ճակատագիրը իրեն պահում է եւ ինքը չի սպանվելու մարտի դաշտում եւ իրեն շատ քաջ էր պահում եւ չսպանվեց իմիջայլոց ուրիշ տեղ մահացավ Նույնիսկ Հիտլերն էր այդպես մտածում այդքան մահափորձ էին արել իր դեմ հաջողության չէր հասել ներողություն եմ խնդրում Ռոնալդ Ռեյգանից իր անունը համեմատելու նման կերպարի հետ բայց Ռոնալդ Ռեյգանը ոչ մի քայլ չէր անում առանց աստղաբանների հետ խորհրդակցելու տարածված հիվանդություն հա ուրեմն երբ որ մարդ գալիս է իշխանության ինքը ունի ինչ որ Մեսիայի ճակատագրի ընտրյալի բան են տնում հիմա ինքը աղքատ տղա ստախոս բոլորին խափո դեղին թերթի խցրող լրագրող բան
եւ ինքը դարել է ճակատագիր, միսիական հարց ա լուծել Հայաստան ազատագրել է Արցախից եւ խաղաղություն ա բերել Ադրբեջանի հետ եւ հիմա ինքը ուզում է այդ ցեղասպանություն բանը փոխի եւ ինքը նաեւ աշխարհաքաղաքական վեկտորներ ա փոխել եւ ինքը ճակատագրի կամ Աստծո կողմից ընտրալ է նման պատմական որոշումներ իրականացնելու համար եւ ինքը արդեն ունի գաղափարական թշնամիներ եւ պետք է մեկի հետ նույնականացներ բայց քանի որ հիմա ինքը ԵԱՏՄ-ից է դուրս գալի գնում է Եվրոմիություն չգիտեմ ոնց եւ ինչ մի կողմ դնենք այդ ֆանտազիաները մի հատ էլ թշնամի է պետք էլի գաղափարական թշնամի այն էլ հեսա ոնց որ արդեն կողնորոշվել է ընտրել է դա պետության դավաճան եւ լրտես Անդրանիկ Թևանյանն է այսինքն Իսկ կերպարը մենք այդպես մարդու հետ գործ ունենք ավելի շատ գործ ունենք Հոֆմանի կաճած Ցախեսի հետ, էլի։ Դե մի հատ մազ կա, ոսկեգույն էր, հա, այդ մազը, որ փոկում է ժողովրդի աչքերը բացվում են, էլի։ Իմ մոտ այդպիսի տպավորություն է, բայց եղավ այդ դեպքը, այս 2 օր առաջ որ գնացել էր հանրակրվեի, մի հատ տղա է մոտենում փոքրիկ եւ ասում է դուք սուտասան եք, դուք խափում եք։ Հա, մազը փոկում է, ժողովուրդը նայում է, ասում է, հա, էլի երեխան ճիշտ ասում։ Հիմա երեխուն պետք է ձերբակալել, բայց երեխա էր էլի, այստեղ արդեն հերթական կարմիր գիծը պետք է խախտեր, ինձ թվում է կարող է ինչ-որ մարդ են ուղարկել այդ երեխուն դաստիարակելու։ Նո, եթե երեխային չի ձերբակալել, ապա կարող է ձերբակալել տատին, պապին, հորը, մորը եւ Ֆիլմ կան, չէ, Դրակոն, այն Շվարցի ֆիլմերից, չէ, որ երեխան գալիս է, երեխային էլ է պատշում, չեք հիշում այդ ֆիլմը, որ Յանկովսկին էր, ֆանտաստիկ ֆիլմ է, ես խորհուրդ կտամ, այս դիտողներին նայել, դեղ Յանկովսկին է խաղում Դրակոնին, Լեոնովն է թագավոր, դիկտատորը, բանը, շատ ֆանտաստիկ լավ ֆիլմ է, եւ այդ Շվարցն է հեղինակը հայտնի նման ֆիլմերի, որը հրյա էր եւ իր անձնագրում գրված էր հայ, որովհետեւ հայ կնոջ հետ էր ամուսնացել, հայկական եկեղեցով էր բան արել ցարական Ռուսաստանի ժամանակ եւ ուզում էր հрьяաների բանից ազատվեր։ Ինքը գրվել է որպես հայ եւ անձնագրում հայ էր գրած։ Ինքն է Շվարցն է, այդ Դրակոն ֆիլմի սցենարիստը եւ Բայց պարոն Դանելյան, իրանք նաև սա որպես ներկայացնում են պատմական իրադարձություն այն առումով, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում զավեշտալի է իհարկե, ուղղակի մեջբերում եմ, իրենք փաստորեն կալանավորել են, ինչպես իրենց զոմբիներն են, հա, ներկայացնում ռուսի շպիոնին, հա, այսպես են իրենք ներկայացնում, որ փաստորեն Ռուսաստանի թշնամական երկիր են իրենք հայտարարում։ Արիքնաս, այստեղ 2 դրվագ կա։ Մեկը բնականաբար Ռուսաստան թշնամի երկիր է հայտարարվում եւ նաեւ դա էր պատճառներից մեկը որ Ռուսաստանում այդպիսի արձագանք ինչ է նշանակում եթե դու հայտարարում ես այսինչ երկիրը լրտես ունի այստեղ դու այդ երկիրը քո թշնամի երկիրն է որովհետեւ ըստ դաշնակցային պայմանագրերով Հայաստանի, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ԱՏՄ-ի երկրների հետ կա պայմանագրեր միմյանց տարածքում լրտեսությամբ չզբաղվել ինչ որ նաեւ Եվրոմիության երկրներում եւ նույնիսկ հատուկ ծառայությունները իրար ինֆորմացիա են փոխանակում հատուկ կառույցներ հատուկ պայմանագիր կա միջալով հիմա եթե դու հայտարարում ես որ Ռուսաստանը լրտեսական ես վստահ եմ Հայաստանում լրտեսության թեմա չկա որտեղ ոչ մի գաղտնիք չկա Չէ, դու թիմը լրտեսը իրենք են, ասենք թիմ 1 դավաճաններն ու թիմ 1 ես լրտեսները կարծում եմ որ Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը ավելի լավ են տիրապետում հայկական բանակին չերին ներկայացնում, քան պաշտպանության նախարարը եւ քանի հրանոթ է աշխատում, քանի տանկ չի աշխատում, իրենք դա ավելի լավ գիտեն, բայց մի բան ավելացնեմ, կշարունակեք, չմոռանաք, կներեք Աննա Հակոբյանը յուր քաղաքացիական կողակիցը, հա, ընդունել է իր երեխաների մայրը, եկեք հարգալից իր երեխաների մայրը, այո, պատերազմի ժամանակ 44 օրյա խոստովանել են, չէ, որ գտնվել է բունկերում, ճիշտ է, այդ բունկերում գտնվելու համար պետք է ունենաս հատուկ, այսպես ժարգոն օգտագործել, դոպուսկ, Աննան ունեցել է այդ դոպուսկը, որ գտնվել է ու տիրապետել է խոշոր պետական գաղտնիքների։ Բայց խենք է ռուս գնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իրավունք ուներ խառնվել պատերազմական գործողություններին, որովհետև եթե երկիրը պատերազմի մեջ է գտնվում, վարչապետը դառնում է գերագույն հրամանատար, բայց քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ հայտարարված չէ, ապա զորքերի կառավարումը ենթարկվում է գլխավոր շտաբի պետին։ Եթե ինքը միջամտում է այդ գործերին, դա սահմանադրության խախտում է եւ հանցագործում, դա էլ վրայից ավելացնենք, բայց ես ուզում եմ մի հատ ուրիշ թեմայից խոսել, քանի որ
Անդրանիկ Թևանյանի հարցին անդրադարձանք։ Տեսեք, եթե այտենց դաժան մեղադրանք է դրվում լրտեսություն եւ պետության դավաճանություն, ծանրագույն բան։ Հիմա հանրության մի զգալի հատված եւ ոչ միայն նիկոլականներ, ոչ միայն բաներ, նաեւ ասում են դե որ sense ծանրագույն հանցագործություն է դրված, որովհետեւ մի բան Պետք է լինի, չէ, ոնց կարող է ինչ-որ բան, ոնց կարող է ոչ մի բան չլինի եւ նման հասարսուր մեղադրանք դրվի, բայց երբ որ այսօր պարոն Օրբելյանը գալու է, չէ, ասել է, տեսեք, այնտեղ նաեւ էլի շատ փորձառու եւ լավ փաստաբաններ կան, իրենք ուղղակի ասում են մեղադրանքը, որը գաղտնի է եւ չի կարելի այդ բաները հանրայնացնել, մեղադրանք չկա, մենք չգիտենք ինչը չի կարելի հանրայնացնել, այսինքն ոչ մի բան չկա տակը դրված։ Իրենք սկզբից ասում էին իբր պետական գաղտնիք է ինքը փոխանցել, բայց հետո պարզվեց, որ պետական գաղտնիք հասկացություն մեղադրանքում ընդհանրապես գոյություն չունի, որովհետեւ պարոն Օրբելյանը, ես համոզված եմ, ավելի մանրամասն կներկայացնի, ուղղակի հիմա այսպես թռուցիկ ասեմ, պետական գաղտնիք լինելու համար ինքը մի շարք ընթացակարգեր պիտի անցնի, ստորագրություն պիտի ունենա այդ ինֆորմացիան, որը բնականաբար չի եղել ու ասում են, ես չեմ էլ հիշում այդ նիստին եղել եմ, չեմ եղել, ինչ են այնտեղ խոսացել, բայց ով ներկա է եղել, ասում են, որ որևէ անգամ պետական գաղտնիքին մոտ կամ ընդհանրապես որևէ գաղտնի տեղեկություն այդ նիստի ժամանակ չի հրապարակվել։ Երբ որ մենք Google-ով որոնում ենք տալի, այնտեղ գրված է, ես էլ եմ տվել եւ գտել եմ, որ եւ նաեւ ChatGPT-ում ասում է նիստից հետո Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ որևէ գաղտնիք չի հրապարակվել, չի քննարկվել, բայց երբ որ դու ասում ես ինձ հղումը տուր այդ նյութից, որտեղ ինքը ասում է չկա, որտեղ ասում է մի քանի հղում կար, որոնց ջնջվել են։ Այսինքն միտումնավոր, միտումնավոր թե ոչ միտումնավոր։ Ես հաստատում եմ պարոն Դանիելյանի խոսքերը, ասում է ջնջված կարող է։ Այդ նյութը ջնջված է, բայց բանում ChatGPT-ն բերում է, որ ասել է, բայց ասենք ապացուցել չի։ Ու միանշանակ ասում է, որ ասել է Մհեր Գրիգորյանը նիստից հետո, որ այնտեղ առանձնապես որևէ պետական գաղտնիք չի քննարկվել։ Եվ ասում է, որ կայքերն են տպել, որը հիմա այդ լինքը կարող է կայքը թարմացրել են, նոր դիզայն են տվել են։ Բայց այդ դեպքում պատահականությունները այդպես չեն լինում, լավ։ Դե չգիտեմ, հիմա նաև երկրորդ պահը։ Ուրեմն պատկերացրեք Ռուսաստանը 622,000 դոլար է տալի, որպեսզի իմանա փակ նիստում, որտեղ 100 քանի падգամավոր կա, որտեղ ամեկը կարա մտնի եւ դնի այդ ժուչոկներ եւ այլն, եւ երևի այնտեղ լիքն է ամբողջ շենքը տարբեր հատուկ ծառայություններից։ Եվ նաև Հայաստանում կա միացյալ հակաօդային պաշտպանություն ռադարներով, բաներով, որոնք մինչև Հնդկաստան լսում են։ Եվ որտեղ այս բաներն են լսում խոսակցությունները, հեռախոսային, նաև վարչապետի, եւ նաև կաբինետում գիտեն ինքը ինչ է ուտում եւ ինչ չի ուտում, եւ նաև աշխատակիցներ կան, այսինքն Ռուսաստանը այդքան դեբիլ երկիր է, որ 622,000 դոլար է տալի, որ հենա $5,000 մի հատ ԿՊԱ-կանի տային։ 5,000 Հայաստանում ես 5,000 դրամ։ Ես վստահ եմ, ես մեծ կարծիք ունեմ։ Ցավոք սրտի եմ ասում, դա մեծ ցավով եմ ասում, ցավոք սրտի ես կարծում եմ, որ Հայաստանում չկա որևէ պետական գաղտնիք, այդ թվում նաև ռազմական, որ որևէ շահագրգիռ երկիր $5,000-ից ավել փող տա այդ գաղտնիքը։ Եվ ես ասեմ, գները գցում եք։ Գները ասեմ, ինչի համար որպես պետական գաղտնիք կարելի է փող տալ։ Իմ կարծիքով, եթե հատուկ ծառայությունն է հետարկում, օրինակ կարող է իրան առաջինը հետաքրքրի, իրենց անձնական կյանքի գաղտնիքները, որը կարելի է բան անել, կոմպրոմատ օգտագործել եւ ում որ չեն գցել արդեն այդ բանը, կոմպրոմատը եւ չեն օգտագործում, եթե ինչ-որ մարդիկ մնացել են իշխանության մեջ, ապա իրենց վրա այդ բանը դնելու նաեւ ինչի իշխանության։ Նաև ընդդիմության են դեպքերը կամ հանրային դեպքերը, որոնք կարող են ապագայում ինչ-որ դիրք զբաղեցնել եւ այլն, դու այդ անձնական կյանքն է այսօր մի բան ասեմ, պարոն Դանիելյան, առաջարկի նման, չնայած էլի եմ ասել, օրինակ կառավարության մեջ հիպոթետիկ կարող են լինել մարդիկ, ովքեր թաքնված սեռական այլ կողմնորոշում ունեն, թե կին, թե տղամարդ, ճիշտ է։ Ասենք պաշտոնա զբաղեցնում, բարձրաստիճան անգամ,
ու ունի ինչ-որ կողմնորոշում։ Ինչի նաև կոռուպցիա, նաև կարող է Չէ, ուրիշ բան եմ ասում։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է ազգային անվտանգության մասին, գաղտնիքները չարտահոսելու մասին, նման աներևակայելի բաների մասին է մտածում, հիմա ճիշտ չի լինի ստիպել կառավարության այն անդամներին, դե հավանաբար իրանք գիտեն ով են, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում, խոստովանեն այդ մասին, ասենք X-ը ելնի հայտարարի, որ այո, ինքը տղամարդ լինելով հանդերձ սիրում է տղամարդկանց։ ինչ էր ասում Ալեն Սիմոնյանը Հովիկ Աղազարյանի գործով։ Հիշում եք ինչ էր ասում։ Ինքը ասում էր, այ սարսափելի բաներ էր դեղ անձնական կյանքի հետ ասա։ Ամաչում եմ, ես ամաչում եմ, նույնիսկ Ալեն Սիմոնյանը ամաչում է դեղ ես դժվար է հավատալ, բայց հա։ Չէ, ու ասում է, դուք պատկերացրեք, այս նյութերը, այս ձայնագրությունները հայտնվեին որևէ արտասահմանյան երկրի հատուկ ծառայությունների ձեռքին եւ դա կոմպրոմատ օգտագործեին եւ ասենք տարբեր մարդկանց վերբով կանեին անձնական կյանքով, այսինքն ոչ թե չեն հասկանում, այլ լավ էլ հասկանում են։ Չէ, իրենք հայտարարեն, որ ասենք X-յանը, ենթադրենք կառավարությունից, Պարսաշյան Պաշտոնյա, բայց անձնական կյանքա, ով ում գործն է, ով ինչ անձնական կյանք ունի։ Չէ, որ իրենց նկատմամբ այդ նման ձայնագրությունները, նման SMS-ները հետո չօգտագործեն որպես կոմպրոմատ ու վերցնեն իրենց ձեռքից պետական գաղտնիք։ Դերինի կա մարդու իրավունքներ, կա անձնական կյանքի գաղտնիք։ Ոնց կարա պետության ղեկավարները սահմանադրությունը խախտելով ասեք ով ինչ անձնական կյանքում ձեր ինչ։ Չէ, անձնական կյանքի մասին չի խոսքը։ Օրինակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, կարծեմ ինքը այլ սեռական կողմնորոշում ուներ, ճիշտ եմ։ Չէ, ինքը խոստովանում ասում է, այո, ուրեմն չէ, ոչ թե խոստովանում է, ինքը դրանից առաջ պատգամավոր էր Եվրոպական միությունում, հետո դառավ պաշտպանության նախարար։ Արտգործնախարար թե պաշտպանության, արտգործնախարար թե պաշտպանության չէ։ Վերջին Եվ Ատալը, որը վարչապետն էր, իրանք պաշտոնապես իրար զույգ են եւ բոլորը գիտեն դա չէ, իրենք միմյանց հետ տղամարդ են, նշենք որ իմանան, իրենք միմյանց հետ գնում են պաշտոնական հանդիպումներին որպես զույգ եւ դա չէր թաքցվում, բոլորը գիտեն։ Հիմա հայկական հատուկ ծառայությունները խաչակնքվել կարելի ասել, կարող են այդ փաստը դնել այդ մարդկանց դեմ, ասեն, եթե հանկարծ sense չանեք, մենք այս ամեն չենք կարող, չէ՞։ Իրավունք չունեն։ Դա մարդու իրավունքն է եւ անձնական կյանքն է, ոչ ոք իրավունք չունի դա։ Ազգային անվտանգության ծառայությունը եթե վհուկների որսով չզբաղվի ու իր գործով զբաղվի։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ինքը նախ կկանխի, որպեսզի այդ ճնշումները տեղի չունենան։ Երկրորդ հերթն է, եթե այդպիսի ճնշումներ տեղի ունենան, փորձեն ինչ որ մեկին հավաքագրեն, նաեւ դա կանխեն։ Ուղղակի մեր ազգային անվտանգության ծառայությունը հիմա անկած է վհուկների որսով է զբաղվում, ինչպես Անդրանիկ Թևանյանի գործի դեպքում է։ Ու հետեւաբար հիմա հարց է առաջանում։ Միշտ էլ եղել է, ընդդիմության ուղղակի հիմա կոնկրետ Թևանյանի գործի մասով եմ ուզում հարցնել։ Այդ դեպքում լավ, ինչու այսպիսի խայտարակ ձևով, այսպիսի սպիտակ թելերով կարված ձևով բոլորովին անհիմն ու հենց այս պահին իրենք որոշեցին մեկուսացնել Անդրանիկ Թևանյանի նպատակը ո՞րն էր։ Շատ բարձ։ Իրենք ինչ էին ասում միջև այդ։ Իրենք ասում են հետեւյալը, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսվել եւ Ռուսաստանը խառնվում է այս ներքաղաքական գործընթացներին, որպեսզի բերի իր իշխանությունը եւ իշխանությունից հեռացնի գործող վարչապետ։ Հիշում եք Թրամփի առաջին նախագահության շրջանում Russiagate-ը, որ ասում են, գիտեք ինչ, Թրամփին աջակցել ընտրությունների ժամանակ օգնել են եւ այլն, հիմա պարզվում է, որ դա ամեն ինչը սուտ է։ Հիշում եք Ռումինիայի եւ Մոլդավիայի դեպքերը։ Ուրեմն նախադեպերը կան եւ սրանք ուզում են ցույց տալ, որ ահա հիբրիդային պատերազմ է սկսվել իշխանության դեմ եւ այդ պատերազմը Ռուսաստանն է վարում, բայց որտեղ է ապացույցը։ Ահա, խնդրեմ, ապացույցը Անդրանիկ Թևանյան, որը ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստանի ցուցակում երկրորդ համարն է, ինքը այն, տեսեք, հիբրիդային պատերազմի հենց օրինակը, եւ մենք այդ մարդուն ձերբակալել ենք պետական դավաճանության գործով, մեղադրանքներ, որը եւ Ռումինիայում եւ Մոլդավիայում կար, եւ հիմա նաեւ հիմա 6 տարի կարծեմ ձերբակալեցին Գագաուզիայի ընտրված ղեկավարին Մոլդովայում, այն կնոջը ազգանունը չեմ հիշում, որը հիմա ձերբակալվել որպես ռուսական
լրտես, այսինքն նախադեպերը կան, Թրամփը ռուսական լրտեսել, Այսինքն ինչ-որ մեթոդ իշխաններ կան, որոնք գրվել բաժանել են սրանց, հա, ասենք Մոլդովայի իշխանություններին, Նիկոլին, Զելենսկուն, հետո դրանց առաջ Սաակաշվիլին իհարկե։ Նաև ինչ ենք հեռու գնում, այո, կան, սցենարները կան եւ նաև այդ հեղափոխությունների, հա, տեսեք, 18 թվականին ինչ էին անում, զորքերը կանգնած են գնում են ծաղիկները դնում են բաներին, զինվորներին նվիրում Կլասիկա է դա։ կվանի մեջ, զույգերը համբուրվում էին, դրանից առաջ հիշում եք Վրաստանում դա եղավ, դրանից հետո Վրաստանում եղան գալիս համբուրվում եւ այլն, Մոլդովայում էր, Ուկրաինայում են համբուրվում զորքերը առաջ ծաղիկները։ Ու հարցը ո՞րն է, հարցը դու կարաս դա 100-րդ անգամ հաջորդ երկրում կամ նույն երկրում ու դա աշխատում է։ Ու դա աշխատում է։ Այսինքն ամեն անգամ հավատում են։ Ամեն անգամ միշտ մարդիկ են հայտնվում, որոնք հավատում են, բայց եթե աշխատում է, ինչի չանես։ Ինչի չանես։ Հիմա եթե այս սցենարը կա, հա, Տրամպի դեմ օգտագործվեց, մյուսների դեմ օգտագործվեց, Մոլդովայում, Ռումինիայում օգտագործվեց, ինչի Հայաստանում չօգտագործվեց։ Բայց այս դեպքում ժողովուրդը շահագրգիռ իսկական քաղաքասարակությունը այս դեպքում ինչ չէ այդ դրանց է չէ դրանց է հասկանալի բառեր չի ասում Պարոն Դանիելյան դրանց հետ չեմ դա հասկանալի են մարդիկ հիմա գրանտ ապանակ կպցրել են իրենք ընդհանրապես կապ չունեն Բայց կարելի է գրանտ կցնել եւ ազնիվ աշխատել նման դեպքեր էլ բայց հիմա չի կարելի համաձայնվեք հիմա այս իրավիճակում երբ գրանտ իրենք տալիս են ինչ որ կոնկրետ քաղաքական դիրքորոշում պաշտպանելու համար այսինքն կա ինչ որ մեկը արևմուտքից գրանտ ստացող որը ասենք ազնվորեն ցույց է տալիս քննադատում է իշխանությունների այլանդակությունը դերենեք ուրեմն ժողովուրդ կան շատ ազնիվ մարդիկ հիմա էլ Հայաստանում որոնք գրանտեր են ստանում տարբեր թեմաներով գյուղական համայնքներ քաղաքական թեմաներով կա տուրիզմի զարգացման գրանտեր կան որտեղ փոքր բիզնեսը զարգանում ինչ որ իրավունքների պաշտպանություն ռեալ կան եկեք բոլորին մի բանի Պարոն Դանիելյան իրենք քաղաքականության հետ մեծ հաշվով կապ չունեն իրենք գրանտ չեն ստանում ազատ խոսք պաշտպանելու բայց մեր դիտողները սա խառնում են միտեղ ասում են բոլորը Չէ թող չխառնեն մենք կոնկրետ խոսում ենք այն մարդկանց մասին ովքեր միլիոններով գրանտ են ստանում խոսքի իրավունք, խոսքի ազատություն, ժողովրդավարություն, ընտրություններ, նմանատիպ այլ բաներ պաշտպանելու համար Հայաստանում եւ շատ արագ վերածվել են Նիկոլա պաշտպանների։ Ուրեմն 18 թվականից սկսած հիմնականում դա քաղաքական երանգ ուներ։ Բայց կարող է 18 թվականից առաջ որոշ մարդկանց դեպքում չուներ, որոշ մարդկանց դեպքում ուներ։ Ինչի համար եմ ասում, որովհետև 18 թվականից հետո նաև այդ բաները, գրանտակերները, հա, սորոսականները, այսպես ասած, հայտնվեցին իշխանության շրջանակներում, պաշտոններ ստացան, այ դա փոխվեց, այդ իրավիճակը փոխվեց 18-ից հետո։ Հիմա ինչ եմ ուզում ասել, պարոն Դանիելյան, ժողովուրդը լավ վերցնենք, որ վեճի առարկա բան չլինի, չի ասում, լավ, ձերբակալել եք Անդրանիկ Թևանյանին, ինչ-որ ահասարսուր Ուրեմն մի բան կա, չէ՞ որ ձերբակալել ոնց կարա ցույց տան այդ մի բանը, ցույց չենք տա, պետական գաղտնիք է Չէ, գոնե ինչ-որ կինո կարելի է ցույց տալ, ինչ-որ Նիկոլի համար պետական գաղտնիքս որն է Կարող է ինչ-որ մի հատ կինո նկարել, ցույց տալ գոնե, ասի կոնկրետ սա, այդ որ ասում են պետական գաղտնիք, այդ պետական գաղտնիքը այս նման բաժակի տեսք ունի, չէ, առարկա։ Հեշտ չի, դժվար գործ է։ Դե չեղած բանը չեն կարող ցույց տալ, որովհետև Դե ես հետ եմ ասում, մի բան ցույց տան։ Տես, ինչ էր ասում ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար։ Ասում էր հետևյալը, որ 18 թվականից ի վեր Հայաստանում 90 գործ է հարուցվել պետական դավաճանություն։ Այո։ Առաջ հազվադեպ էր լինում։ Եվ 90 գործերի մեծ մասը թե բոլորը ոչ ոք դատարան չի ասել։ Դատարան չի ասել։ Ուրեմն արդարացվել են, այսինքն կարճվել է գործը։ Նայեք, ուրեմն սա է ինքը նաև շատ լավ ձևակերպում էր, որ ասում է, սա անլրջացնում է եւ հատուկ ծառայությունների աշխատանքը, եւ իրավապահ համակարգի աշխատանքը, հեղինակազրկումը, եւ նաեւ պետական դավաճանության այդ ահասարսուր բանը դա դառնում է սովորական բան, հա, ու
Պրոբլեմ չկա, դու կարաս մեկին պետական դավաճան հայտարարես, գործ չգտնես այդ գործը, չհետաքննես եւ ասում ես լավ էր ասում, չէ՞ որ դա լրություն է պահանջում։ Եվ երբ որ գալիս ես դատարան, ասում ես դե բան կա, մի հատ բան անենք, էլի, հետաքննենք, գտնենք։ Ու վերջում կարող է արդարացնում ես։ Այսինքն սա պետության անլրջացումն է, մեղմ տերմին օգտագործենք, հա, որ անլրջացում Նիկոլ է։ իր գոյությամբ Հեղինակազրկում է, անլրջացնում։ հերթական ոլորտն է, որտեղ պետությունը հեղինակազրկում է։ Ես մի բան հիշեցնեմ այդ գործերի հետ կապված, քանի որ հիշատակեցիք Համբարձումյանի խոսքը, 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ես շատ լավ եմ հիշում, կարող ենք այդ ստատուսն էլ գտնել դրա, որ իբր գտել են դավաճաններ, որոնց այն պատժելու է, դավաճաններ պատասխան եք տալու եւ այլն, հիմա բոլորը նստած սպասում են, թե դավաճաններն ովքեր են, ոնց է պատժելու եւ այլն, բացվեց որ որևէ բան չկա, այսինքն Որ հրապարական ասում էր գնացել են շարքերում հիասթափություն են դրանից սերմանել։ հետո ասել, Որ TikTok-ում ինչ Հա։ որ աղջիկների տեսքով, հա, օտար երկրների բաներ, զինվորների հետ Հա։ հարաբերություններ են ստեղծել, որպես կին եւ տղամարդ։ Հա։ Բայց դրա տակ, այսինքն եղել են Հատուկ հատուկ ծառայություններ, բայց այդ մարդիկ չեն իմացել։ Ինչ որ ձևի ասել են, այս շենքը նկարի եւ այլն ասել են, Երևանն սիրուն քաղաք է, լսել եմ դա սիրուն կոչվում է շենք է, այլ տեղեկատվություն, Հա։ միջալոց ասեմ, Բայց երբ որ դու մարդկանց հայրենիքի դավաճան ես հայտարարում, այդ մարդիկ ունեն ընտանիք, երեխաներ, Այո, իհարկե։ բոլորը չունեն Թևանյանի ճանաչողությունը եւ հնարավորությունները, Այո։ աջակիցները, թիմակիցները, որոնք ցույց տան, որ այդ ամեն ինչը սուտ է, բոլորը ունեն այդ հնարավորությունները։ Եվ դու մարդկանց իրենց գյուղում, իրենց հարևանության մեջ վարկաբեկում ես ծանրագույն մեղադրանքով, հետո պարզվում է մեղադրանք չկա, Այո։ խնդիր չկա։ ու այս իրավիճակում բայց մարդու հեղինակության հետ էս խաղում, չէ, առնվազն Ընտանիք, բարեկամներ, Հա, երեխաներ, թող կին, յուրաքանչյուրը իր վրա վերցնի, հիմա բոլորով նայում են, իր վրա վերցնի, իր մաշկի վրա, քո բարեկամին ամենամոտ հարազատին մեղադրում են պետական դավաճանության մեջ ամենաբարձր մակարդակով, հետո պարզվում է, կամ այդ ընթացքում պարզվում է, որ դա կատարյալ սուտ է, զրպարտություն է ու դա տարածվում է Գեբելսյան քարոզչության բոլոր հնարավոր խողովակներով, հմեկից սկսած վերջացրած, չգիտեմ, Չ-կլասի սիվիկներով եւ Այս մնացած վերջերը, չէ, այս երկու օրը ՔՊ-ից մի հատ կերպար կա, ոնց էր ազգանունը, որ հայտ ասում էր, որ Անդրանիկ Թևանյանը պետական հանցագործ է, դավաճան է, Այն եւ անդրուսիկը 622,000 գումար, եւ գործում այդ գումարը չկա, այդ գումարը ով վերցրեց, ով այդ տվեց, անդրուսիկի հետ է, հա, այն որ տրուսիկ չի ինչ ունեցել էր բանակում։ Ես չգիտեմ, Ալեքսանյան, չէ՞։ Ես գիտեմ, որ այդ է մարդն է, ով տրուսիկ չի ունեցել բանակում հակնելու, չգիտեմ ինչա հակել, այն ժամանակ, երբ որ Մելքոնյան Գագոն, որը հիմա ՔՊ-ից դեպուտատ է ու պաշտպանում է Նիկոլի թեզերը, թիկունքի պետն էր։ Ու իր կողքը նստած ազգային։ Իր կողքը նստած է, ու միջև հիմա ես չեմ հասկանում, թե այդ տղեն ինչի չի հարցնում, այ Մելքոնյան Գագո, ուրա իմ տրուսիկը։ Ինչի է այդ մարդը հետևը բաց մանեք էր բանակում, մեկ ինձ կարա բացատրի։ Ես չեմ կարա Դե բացատրել այդ հարցից մի կարա բացատրի Մելքոնյան Գագոն, որը չէ բացատրում։ Այնուամենայնիվ նաև նշենք, որ հունիսի 7-ից հետո այս իշխանությունների անխուսափելի պարտությունից հետո բնականաբար այդ զրպարտանքն էլ հոդս է ցնդելու ու ի պատիվ Անդրանիկ Թևանյանի ինքը բավականին ամուր է, կայուն է եւ մեծ հաշվով թքած ունի այս ամեն ինչի վրա, որովհետեւ նժարին դրված է Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի Հանրապետության գոյությունը ու հիշում եք այդ ԱԱԾ-ն, որ հայտարարությունը տարածեց, մի քանի օր մենք քարոզարշավ էինք իրականացնում, շրջում էինք, երթեր էինք անում, քաղաքացիների հետ էինք հանդիպում, զրուցում էինք ու նաև սրտատրոփ սպասում էինք, թե երբ պիտի գա ԱԱԾ-ն այդ իր խոզարկությունը անի եւ մնացած ապօրինի հետապնդումները իրականացնի։ Անդրանիկ Թևանյանը ասաց, որ եթե Հայաստանը չի լինելու, իմ համար մեկ է, թե ես որտեղ եմ լինելու, կլինեմ քրեակատարողական հիմնարկում, թե մեկ այլ տեղ, որովհետև երբ դու կորցնում ես քո հայրենիքը, արժեզրկվում է ամեն ինչ, հետևաբար ես թքած ունեմ,
կարող են գալ, ինչ ուզում են անել, բայց ես միևնույն է պատվով կանգնելու եմ միջև վերջ եւ հասնելու եմ այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանությունների հեռացմանը։ Դա նաեւ ինքը ցույց տվեց իր պատասխանով, երբ այդ գորգորացողը հանրահավաքի հարթակից Անդրանիկ Թևանյանի անունը տվեց ու այդ լկտի մեղադրանքները հնչեցրեց Վանաձորում, անմիջապես հետո վայրկյաններ անց Թևանյանը լայվ մտավ եւ պատասխանեց այդ ղժղժացողին։ Ես առաջարկում եմ, որպեսզի եւս մեկ անգամ մենք վերհիշենք իր այդ պատասխանը, շատ տեղին էր, դիպուկ էր եւ շատ կոպիտ էր, եւ շնորհակալություն հայտնենք պարոն Դանելյանի շատ հետաքրքիր զրույցի համար եւ եւս մեկ անգամ մեզ շտապ օգնության հասնելու համար, պարոն Դանելյան, որ արագ արձագանքեցիք եւ եկաք։ Տեսանյութը դիտելուց հետո արդեն Թևանյանի գործի հետ կապված մեր զրույցը կշարունակենք փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Ես մի բան էլ ավելացնեմ, խնդրանք մեր դիտողներին, որ եթե ուզում եք, որ այս գաղափարները տարածվեն, արդարությունը թակավորի վերջո այս երկրում, լայքեք, տարածեք, որպեսզի շատ մարդիկ նայեն, մարդիկ նայում են, իրենց դուրը գալիս է, բայց որ տարածեն, ավելի շատ մարդ կնայեն։ Անում են, շատ լավ անում են, բայց ավելի ակտիվ կողանեն։ Այո։ Հիմա դիտենք տեսանյութը։ Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղեկացա, որ Վանաձորում ելույթ ունենալով հանրահավաքի հավաքված ժողովրդի առաջ Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Պատկերացնում եք, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող եւ պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում։ Ինքը մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով եւ հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով կարողանալու է վերարտադրվել։ Ես պետք է ասեմ, որ իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը, փաստացի ինքը հրահանգներ է իջեցնում իրավապահ կոչված համակարգին եւ ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, իսկ ում ոչ, ում դեմ գործ հարուցեն, իսկ ում դեմ ոչ, եւ այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի։ Դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության բարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում, եւ դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնսել ես արել։ Ուրեմն իմացի Նիկոլ Փաշինյան, դու պետական դավաճան ես ու Սահակաշվիլի օրվան երնեք ես տալու։ Դու հայ ժողովրդի պատմության ամենախայտառակագույն դեմքերից մեկն ես, ու քո այդ ճղրտոցները, ծվծվոցները, կերկերուն ձայնով այդ ելույթները քեզ չեն փրկելու։ Հայ ժողովուրդը արդեն գիտի թե դու ով ես, գիտի թե ով է պետական դավաճանը իդեմս քեզ, եւ գիտի թե ով եմ ես եւ ովքեր են մյուս ընդդիմադիր գործիչները։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ մի բան եմ առաջարկում։ Անպայման դիմադրություն ցույց տալ, մասնակցել ընտրությանը, վռնդել, դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը եւ ձևավորել նոր ազգային հայկական պետական իշխանություն։ Այս ամենը անցնելու է գնա։ Կալանավայրում լինել չլինելը որևէ խնդիր չի փոխում, մեր մոտ որևէ բան չի փոխում։ Դիմում եմ մեր կողմնակիցներին։ Ինչպես գիտեք, Մայր Հայաստանը այս ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստանի ցուցակով։ Նրանք, ովքեր հետևել են մեր գործունեությանը, գիտեն, թե մենք ինչով ենք զբաղվել, անպայման ակտիվություն ցուցաբերեք, որևէ ձևով չընկճվեք, սադրանքների չտրվեք, անպայման քաղաքական բարձր ակտիվություն ցուցաբերեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը եւ կռիվ տվեք ընտրատեղամասերում, կռիվ տվեք այս թուրք-ադրբեջանական խունտայի դեմ, կռիվ տվեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի, ես կասեի հանցավոր խմբակի դեմ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հոգեվարքի մեջ է, ինքը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է հայտնվել, քանի որ հասկանում է հողը ոտքերի տակից գնում է ու իրեն թվում է, թե քրեական գործեր հարուցելով, ապօրինի հետապնդելով,
քաղաքական ձերբակալություններով կարողանալու է իր կաշին փրկել։ Դա չի ստացվելու քո մոտ Նիկոլ, եւ դու շատ լավ գիտես, որ այս ամենը անցնելու է գնա ու դու որպես հայկական Զելենսկի չես կարողանալու քո ծրագիրը, որը քեզ պարտադրել են դրսից եւ որին դու համաձայնել ես, կյանքի կոչել։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ոչ մի բան չի փոխվում այն առումով, որ մենք մեր ծրագրից չենք շեղվելու, մեր խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, Նիկոլ Փաշինյանին վռնդելն է, իսկ ինչ վերաբերում է պետական հանցագործ, պետական դավաճան Պիտակին, Նիկոլ, այդ մի բանը հաստատ դա քեզ չի ներվելու, որովհետև ինչ-ինչ թուրքի կոշիկ լիզողը չի կարող ինձ եւ իմ ընկերներին եւ ընդդիմադիր մյուս գործիչներին մեղադրել պետական հանցագործության, պետական դավաճանության մեջ։ Դավաճանը ինքդ ես, քո էությամբ, քո գործունեությամբ, քո ամեն ինչով, ու դու իմացիր, որ դու այս ամեն ինչի համար պատասխան ես տալու ու չես մարսելու։ Այնպես որ ինչքան ուզում ես գորգորոցդ գլուխդ գցի, լաչառացի, ինչ ուզում ես արա, որևէ բան քեզ չի փրկելու։ Քո դրսի թուրք-ադրբեջանական տերերն էլ քեզ չեն փրկելու։ Եվ Մակրոնի հետ որ Արցախը հանձնեցիք, Մակրոնը դե քեզ չի փրկելու, ոչինչ քեզ չի փրկելու, Նիկոլ։ Այնպես որ գնա ինչ ուզում ես արա, մարդիկ արդեն թքում են քո երեսին, քարոզարշավի ժամանակ ասում են, որ ատում են քեզ, ասում են, որ զզվում են քեզանից, դու ես ամեն ինչը շատ լավ գիտես։ Այնպես որ շարունակիր այդ նյարդային պահվածքդ, քանի որ քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Սիրելի քաղաքացիներ, եւս մեկ անգամ դիմում եմ ձեզ, որը ձևով հետ չկանգնել պայքարից, մեր թիմակիցներին կոչ եմ անում ել ավելի կազմակերպված, ավելի ուժեղ, ավելի համարձակ քայլերի գնալ եւ պատրաստվել, որպեսզի հունիսի 7-ին մենք այս ամեն ինչի վերջ պետք է դնենք միասնական ջանքերով եւ սրանց ուղարկենք, ինչպես այսօր ես նվարաշենում եի ասել, քաղաքական աղբանոց։ Առայժմ լավ մնացեք։ Հարգելի հայրենակիցներ, Անդրանիկ Թևանյանի գործի թեմայով մենք այժմ կզրուցենք Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Օրբելյան, գիտենք, որ շատ ծանրաբեռնված եք, շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք, եկաք մեր տաղավար։ Այսօր փորձենք հասկանալ ընդհանրապես Թևանյանը ինչու է մեղադրվում, եւ քննչական կոմիտեի հաղորդագրությունում երկու դրվագ կար աչք ծակող։ Շատ լավատես եք, եթե այսօր պետք է փորձենք հասկանալ ինչու է մեղադրվում։ Ասում էին նախ պետական գաղտնիքի հրապարակում եւ երկրորդ հավաքագրվել է այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա այս երկու դրվագով ապացույց կա թե չկա եւ ընդհանրապես ինչ է սա նշանակում։ Ես մի հատ լրացնեմ, մենք հասկանում ենք մասնագետներին լսելով, որ պետական գաղտնիքը կոնկրետ, ասենք, բաժակի տեսք ունի, հա, թուղթա, ստորագրած, գրած ա եղել պետական գաղտնիք։ Հա, նախ հասկանանք պետական գաղտնիքն ինչ է, հետո մնացածը։ Ու էդի ակետից բեկետ ա տեղ։ Բերեք հետեւյալը, մի քիչ ավելի որ սկզբից ասացի լավատես եք հասկանանք ինչու՞ն է իրականում։ Այսօր մեզ ոչ մի բան չեք ասելու, հա, ոնց հասկացա։ Չէ, ինչ որ բաներ կասեմ։ Ամեն դեպքում լավատես եք ոչ թե այն իմաստով, որ ես չեմ ասի, որ ասում եք փորձենք հասկանանք ինչու է մեղադրվում, այդ մի փոքր դրվագ երկար խոսեցինք, նիստի վերջում քննիչը ասաց, ես մենք տենց էլ չհասկացանք, դուք հիմա ինֆորմացիա փոխանցել եք թե չէ, հիմա բառացի չեմ ասում, մի քիչ կարող աուրջացնում եմ, բայց մոտավորապես ասենք Ժորժ ջան, բայց դա պետք է սկզբից հասկանայք, հետո գայք, բայց փորձեմ մի քիչ քննիչները իրենք էլ չեն հասկանում ինչ գործով են եկել։ Փորձեմ մի քիչ սկզբից գալ, որովհետև գործը մի քիչ նախապատմություն ունի եւ նախապատմությունը պատկերացնելով կկարողանանք այնքանով ինչքանով կկարողանամ պատմել, որովհետև այս գործում մեր կարծիքով արհեստականորեն այս պետական գաղտնիքի կոնցեպտն ավելացվել, որպեսզի նաև որպեսզի մենք սահմանափակվենք հնարավորություն ունենանք ավելի մանրամասն քննարկենք, իհարկե կա նախաքննության գաղտնիքի ռեժիմ, որը մենք էլի չենք կարողանալու ամբողջությամբ քննարկել, բայց առնվազն մի շարք փաստաթղթեր կա, որին կարող եմ հղում անել կամ փաստաթղթեր տեղեկատվություն։ Նայեք, ինչա տեղի ունենում։ Կա հաղորդագրություն առայն, որ ԱԱԾ-ի հաղորդում է ստացվել քննչական ծառայությունում, առայն, որ կա հանցագործություն։ Խոսքը գնում է հաղորդում է ստացվել հանցագործության մասին։ Դա չի վերաբերվում
որ դրանում մեղադրվել է Անդրանիկ Թևանյանը։ Խոսքը գնում է հաղորդում ենք ստացել առայն, որ պետական գաղտնիք է փոխանցվել, ընդ որում հղումներ է կատարվում ու շատ ընդհանրական ձևակերպումներ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ինչ որ ձևակերպումն է։ Հիմա բառացի ձեռից տակ չկա, բայց յուրաքանչյուր ոք կարող է բացել investigative AM կայքը, դա քննչական ծառայության կայքն է, նորությունների բաժնում գտնել եւ տղարտալ։ Հաղորդում ստանալուց հետո հարուցվում է քրեական գործ։ Ու ըստ էության տեղ կա որոշակի փուլայնության խնդիրներ, բայց բանի ԿՀ վարույթի կտորը դուրս թողնենք, որ դիմում են ԿՀ, ստանում են համաձայնություն, արդեն իսկ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք չկա։ Այսինքն Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է առայն, որ բավականապես բառացի կասեմ ու հետո կփորձենք հասկանալ ինչ կա դրա տակ, այսպես կոչված լրտեսության եղանակով իրականացրել է պետական դավաճանություն, այդ լրտեսության եղանակովն է որ ասում են, որովհետև տարբերություն կա, երկու տարբեր հանցակազմ ունենք, երկու տարբեր հոդված ունենք, մեկը պետական դավաճանությունն է, որպեսզի պետական դավաճանություն արվի, անձը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ կա լրտեսություն, որպեսզի լրտեսություն արվի, անձը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց պետական դավաճանության հոդվածի մեջ կա ոնց որ մի հատ լրտեսություն բառը ներառած։ Շատ խառը անորոշ ձևակերպում է, որը իմիջիալոց նախքին քրորում էլ կար ամեն դեպքում։ Հիմա, երբ որ ասում ենք լավ է լրտեսությունը ոնց է արտահայտվել, իսկ լրտեսության ձևակերպման մեջ երկու իրարից տարբեր process կա։ Մեկը պետական գաղտնիք հավաքել, փոխանցելն է, դա ոնց որ շատ հստակ, ոնց որ ասում եք պետական գաղտնիքը պետք է լինի պետական գաղտնիք, հստակ լինի, գաղտնագրված լինի, գաղտնազերծված չլինի, դա abstract չի դառնում ինչ որ բան պետական գաղտնիք էլի, բայց կա մի հատ այլ կտոր, որ օտարերկրյա հետախուզական ծառայության հանձնարարությամբ հավաքել է այլ տեղեկատվություն, այդ այլին հեսական դրադառնամ, ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ ինքնիշխանության օգտագործելու համար։ Այս է ոնց որ հոդվածը։ Հիմա ստացվում է հետեւյալը. Անդրանիկ Թևանյանին այլևս այս պահի դրությամբ չեն մեղադրում պետական գաղտնիք հավաքել փոխանցելու մեջ։ Չկա նման բան։ Դա եղել է հաղորդումը, բայց երբ որ ստանում են հաղորդումը, քննիչները ըստ էության պետք է վերլուծեն, հասկանան այդ հաղորդումով ինչն է ըստ իրենց հաստատվում, թե չէ, եւ այդ պահի դրությամբ իրենք արդեն իսկ այդ գաղափարից հետ են կաղնել եւ ըստ էության խոսքը գնում է այլ տեղեկատվության հավաքելու եւ փոխանցելու մեջ։ Հիմա մենք 3 հատ կարևոր խնդիր ենք բարձրացրել լատարանում, ես հիմա ինչ որ ասելու եմ իրավական վերլուծություններին եմ անդրադառնալու, որովհետև փաստերին անդրադառնալու կաշկանդվածություն ունեմ նախաքննական գաղտնիքով եւ այսպես կոչված այդ կվազիպետական գաղտնիք ստորագրելով։ Մեջ պետական գաղտնիք չկա, բայց թուղթ ենք ստորագրել, որ կարող է լինի եւ հետեւաբար որ հետագայում խնդիր չունենա Արոն Թևանյանի պաշտպանության գործընթացը, ինչ որ առանձին հղումներ չեմ անի, բայց կփորձեմ հիմա նկարագրեմ։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Մեղադրում են նրանում, որ ենթադրաբար օտարերկրյա ոնց էր հատուկ ծառայություն են նրանք օգտագործում, հավաքագրվելով, հավաքել է այլ տեղեկատվություն եւ տրամադրել։ Հիմա մենք դատարանում 3 հարց ենք բարձրացրել։ Ասել ենք լավ է, այլ տեղեկատվությունը ինչ որ որակ պետք է ունենա, թե ասենք որ ասեմ այսօր ժամը քանիսին է առավոտը արևը դուրս եկել դա էլ է այլ տեղեկատվություն, որ ասեմ ինչ որ ինչ բան ասենք մեքենաները շատ են կամ քիչ էին, անձրևերը գալիս կամ չերը գալիս, դա էլ է։ Հələ չեմ խորանում հավաքագրվելու դաշտել, ընդհանրապես ուզում ենք հասկանանք այդ մեկնաբանությունը։ Ակնհայտ է ու կա Վեճռաբեկ դատարանի պրակտիկա, որ այդ այլ տեղեկատվությունը որոշակի պարամետրերով պետքա տենց հասանելի չլինի, այսինքն դա չպետք է այն տեղեկատվությունը լինի, որ ես ասեմ Gemini-ի մոտ կասես, ես ինքը պատասխանի ինձ, այսինքն դա պետքա լինի ինչ որ տեղեկատվություն։ Երկրորդը մենք բարձրաձայնել ենք հաջորդ հարցը, որ դա պետքա լինի տեղեկատվություն, ոչ թե կարծիք, վերլուծություն, որովհետև հակառակ դեպքում ցանկացած վերլուծաբան, ով որ կարծիք կգրի, հոդված կգրի, մենք հիմա եթեր ենք դուրս գալիս կարծիքներ կարտահայտենք, միշտ կարա մեղադրվի, որ գիտեք ինչ, այ այնտեղ ինչ որ մի հատ ամերիկյան, չինական, ռուսական, ֆրանսիական, չգիտեմ, ադրբեջանական, թուրքական ինչ որ հատուկ ծառայությունները լսեցին, դուք իրենց փոխանցեցիք։ Սա ոնց որ երկրորդն է, որ դա պետքա լինի տեղեկատվություն եւ երրորդը որ դա պետքա լինի հանձնարարությամբ, բայց ոչ թե յուրաքանչյուր ոգի հանձնարարությամբ, այլ դա պետքա լինի հենց հետախուզական ծառայության հանձնարարություն։ Եվ փոխանցողը պետք է իմանա, որ դա հենց հետախուզական ծառայությունն է։ Այսինքն ինձ պետքա ոնց որ ես այդ հավաքագրվելու կտորը դրա համար ենք ֆիքսում, որ պետքա հավաքագրում լինի, այսինքն ընդ որում էլ եմ կրկնում հետախուզական ծառայություն։ Եթե ինչ որ մեկը աշխատում է Բրիտանիայի
այսպես մի 6-ի մի 5-ի հետ, դա հետախուզական ծառայություններ են։ Եթե աշխատում է օրինակ իրենց այդ Commonwealth-ի հետ, իրենց թագավորի ու պարլամենտի հետ, իրենց որևէ այլ ծառայության հետ, դա հետախուզական չի։ Եթե ինչ-որ մեկը աշխատում է CIA-ի հետ, հա, բանի ՑՌՈ-ի ինչ-ոնց հայերեն հետախուզական կենտրոնական հետախուզական ուրիշ բանի հետ հետախուզության հետ դա կլինի ոնց որ դրա տակ, բայց եթե ինչ-որ մեկը սպիտակ տան հետ աշխատում, խորհրդատվություն է տալիս ինչ-որ ֆորմատով, դա նույնպես չի ընկնում։ Նույնն է վերաբերում Ռուսաստանին, Չինաստանին, կապ չունի, ցանկացած այլ երկրում։ Այսինքն եթե դա աշխատանքը ոչ հետախուզական ծառայությունների հետ, դա լրտեսության տակ չի ընկնում։ Դա ոնց որ բացաթափանցիկ խնդիր չի առաջացնում։ Հիմա նայեք, մենք այդ ոնց որ հաջորդ հարցն էր, որ մենք բարձրաձայնում ենք, որովհետև ինֆորմացիաներ չկան, տենց ընդհանուր մեղադրանքը կա։ Եվ ըստ էության մենք շատ հստակ բարձրաձայնել են, ես մեկը կարծում եմ կարող եմ ասել առանց դետալների, որ ըստ էության այս ամբողջ գործընթացը մի հատ օպերատիվ թղթի վրա է։ Այդ օպերատիվ թղթը ունի բանի ստանդարտին համապատասխանեցում։ Ստուգելի չի, հա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին լուրջ պրակտիկա ունի այն ժամանակ իռլանդական ազատագրական բանակի հետ կապված, որ անգլիական օրենսդրությունը բավականին խիստ էր եւ հնարավորություններ տալիս եւ ազատազրկել եւ միջամտել մարդկանց իրավունքներին այդ terrorizmi ահաբեկչության դեմ պայքարի լույսի ներքո եվրոպական դատարանն ասում է նույնիսկ եթե դուք պնդում եք որ հավաստի տեղեկություններ ունեք դա բավարար չի, դա պետք է ստուգելի լինի։ Հակառակ դեպքում իջի կա կորում դատական պաշտպանության ամբողջ գործընթաց։ Եթե ինձ տանելու եք դատարանում ասելու եք խնդրում եմ հավատա որ մենք հաստատ տեղեկություն ունենք որ դու հանցագործ ես, քեզ կալանավորում ենք դա երկրի համար լավ է, դա չի աշխատում, դա պետք է այդպես լինի, պետք է մարդը հասկանա ինչում, ինչ փաստաթղթերի հիման վրա, ելեմ կալանքի համար այդ փաստաթղթերը բազմաթիվ անգամ ենք ասել, պարտադիր չի լինի այն ամենայն վերջին մեղադրական, բայց պետք է գոնե ինչ որ բան տա որ ակնկալենք, հա, որ հասկանանք որտեղից։ Երբ որ մենք համադրում ենք ժամանակագրությունը, այս հաղորդագրության մեջ, եթե չեմ սխալվում, հղում էր արվում մի քանի տարի առաջվա դեպքերին, հա, 24 թվականի երբ որ մենք 24 թվականի ապրիլին պատգամավոր չի եղել։ Երբ որ ինքը չի եղել պատգամավոր, երբ որ հաղորդագրության մեջ բայց հղում անում դրան նախորդ ժամանակի պատգամավոր, երբ որ ինքը պարզաբանում է որ ինքը չի եղել պատգամավոր, հետո քննարկում են որ դե երևի ինչ որ մեկն է աջակցել։ Ցանց ենք արդեն հայտնաբերել։ Հիմա եթե դրանից հետո մենք շատ կարևոր է 26 թվականին ենք հիմա ընտրությանը մնացել էր 2 շաբաթի չափ ժամանակ։ Այսինքն այդ նույն գործընթացը տեսականորեն ընդունենք ճիշտ են ասում։ Տեսականորեն ընդունենք, այսինքն ստացվում է որ երկրում կարող ենք թողնել, ոնց էլ լրտեսական ցանցը 2 տարի գործի, ազատ տեղաշարժվի, ինֆորմացիա տա, ինֆորմացիա ստանա, գործընթաց տեղի ունենա եւ նոր ինչ որ գործողություն անենք, երբ որ ընտրությունների մնացել էր 2 շաբաթ, ակնհայտորեն տվյալ թեզիսը, տվյալ թեորեմը քննադատության չի Մի դիմանում։ րոպե, այստեղ հակադարձեմ ձեզ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, ով հավանաբար զգալով որ սա քաղաքական հետապնդում է, հայտարարեց որ Զգալով չէ, իմանալով։ Իմանալով։ Չէ, որ այդ հարցը իրեն հնչելու է, ասեց այ հարց կհնչի դե 24 թվականին դեպքը եղել է ինչի են 26 թվականի գործողություն անում, ասում է որովհետև դա շատ բարդ գործ է, այդ պետքա լրտեսական ցանցը ամբողջական բացահայտենք, հանձնարարություն տվող, ստացող Բացահայտել են։ Ես դա եմ ուզում հասկանալ այդ գործի մեջ։ Չէ, բարձ հարցը ցանց կա։ Չէ, քանի օր կալանավորված, լսել եք։ Քանի օր արդեն անցել, որևէ Չէ, ես հիմա չգիտեմ, կարող է տարբեր մարդկանց կալանավորել են, բայց ասենք եթե մենք տեսնում ենք նորությունները, ինչ անհրաժեշտ է դրա մասին անել հաղորդագրություն մենակ քաղաքական օպոնենտի մասով մնացածը չանել, ակնհայտորեն նայեք 3 հատ մեծ ֆունդամենտալ խնդիր կա։ Իսկ ինչ գործ ունի այդ մի հոգին։ Вообще իր ինչ գործն է։ Ինքը ով է։ Ինքը հատուկ հնչականի խոսնակն է։ Ինքը հատուկ հնչականի մամլո պատասխանատուն է, թե ԱԾ-ի խոսնակն է։ Հիսուսի տեղապանն է։ Դե հիմա բերեք դրա Հիմա իմ գնահատական Անորբելյան, դուք շղթան սկսեցիք ԱԾ հաղորդագրությունից Հիմա դրանից հետո մենք տեսնում ենք ամբողջ խնդիրը ցանկացած մասնագետի հետ կարող եք խոսել, ցանկացած մասնագետի հետ քննարկումը ակնհայտորեն առաջ են բերում 3 հատ ֆունդամենտալ խնդիր։ Առաջինը դա եթե ճշմարտության նշույլ կար, պետք է լիներ ավելի շուտ։ Եթե ճշմարտության նշույլ չկար կամ հետազոտում էին, փնտրում էին, պետք է սպասեին եւս 2 շաբաթ, որովհետեւ կրկնում եմ ուղղակիորեն քաղաքական օպոնենտին
մասին հրապարակավ խոսել պետական դավաճանության մասին, ընդ որում խոսքը գնում է ոնց որ պատգամավոր, ցանց, նախկին, ապագա ինչ որ հետախուզություն, ինֆորմացիա ընդդեմ Հայաստանի, ոնց որ դրա մասին ինքը չպետք է ընդհանրապես տեղեկացված լիներ, իր գործը չի դա։ Բանը մենք սխալ ընկալում ունենք պետության վարչապետի գործառույթների մասին։ Ես բազմաթիվ անգամներ եմ լսում, որ պետք է սահմանադրություն փոխենք, չգիտեմ ինչ անենք, բայց մենք իրականում պետք է սահմանադրությունը ուղղակի կիրառենք։ Բայց ինքը ասում է ԱԱԾ-ն ինձ է ենթարկվում, հետևաբար իրավունք ունի։ Ընդհանրապես ԱԱԾ-ն իրան է ենթարկվում, որովհետև ինքն է այդպես որոշել։ Սկսենք դրանից։ Եվ երկրորդը, եթե ԱԱԾ-ն ինչ որ բան զեկուցեց կամ չզեկուցեց, ըստ էության դա չի զեկուցում իրեն, որ ինքը գա բարձրաձայնի։ Վերադառնանք, էլի, եթե մենք հարավակի հարթակից էլի։ Որից հետո մի քանի օր անցնի մինչև ԿՀ դիմում, ԿՀ-ն էլ կարող մերժեր, կարող չմերժեր, ու ընդունենք абստրակտ, հա, չեմ ասում։ Հա, եթե դες լուրջ գործեր կան կմերժեր։ Հիմա կարող է մերժեր օրինակ համաձայնություն տալ։ Այդ ժամանակ ինչ է ստացվելու, այսինքն ամբողջը փլվեց, ինչի եմ սա ասում, որովհետև մենք կամ խոսում ենք հանցագործությունների բացահայտման, պատժման, անձանց ձերբակալելու կամ մեղադրանք առաջադրելու իրավաչափ գործընթացի մասին, այդ ժամանակ մենք ունենք շատ բարձր գործընթաց։ Վերջերս մի քանի հոգի այդպես մասնագետներ խոսում են այդ թվում նաև բարձրաստիճան նախկին ԱԱԾ աշխատակից, ու դա ճիշտ են ասում, դա միջև վերջին պահը թաքուն է լինում, միջև որ արդեն մեկ էլ տեսնում ես քո դրանն են, հա, այսինքն չես իմանում դրա մասին 3 օր առաջ, այսինքն հանգիստ քեզ համար ման ես գալիս, քարոզար շավ ես իրականացնում, լայվ ես մտնում, խոսում ես, նոր գալիս են գնանք հետո դրանից հետո գնում ես քննչական կոմիտե, հետևաբար այսպեսի մի բան հարցնեմ, եթե ասենք Անդրանիկ Թևանյանը չէր, իրական այլ դեպք էր եւ այլն, այս բովանդակությամբ ինքը հայտարարություն անում, այդ տվյալ անձը կարող է շատ հանգիստ լքել երկիրը, ճիշտ եմ։ Ես հիմա կարող էր թե չէ այդ կախված է մի շարք հանգամանքներ, տեսականորեն ընդունենք այո։ Այսինքն այդ դեպքում այդ գործը ինչ է։ Հետևաբար հետ եմ գալիս հետևյալ խնդրին, էլի, մենք դերերի եւ գործառույթների ճիշտ բաշխման խնդիր ունենք։ Հանցագործությունների դեմ պայքարը քննչական մարմինների գործառույթների տիրույթում է, եւ հանցագործությունների պայքարը չի սիրում ընդհանրապես այդպես շատ հրապարակայնություն։ Կգտնեք, կպատժեք, ավարտեք, նոր հրապարակայնացեք։ Մարդու իրավունքների պաշտպանությունը չի սիրում արհեստական հրապարակայնություն եւ թիրախավորում։ Մենք ախր առաջին դեպքը չի, որ պետական դավաճանության մեղադրանքներ են հնչեցվում ամենաբարձր մակարդակով ու վերջում ասենք արդարացում կարող է տեղի ունենալ։ Ունեցել ենք դեպքեր, որտեղ արդեն կամ արդարացվել է կամ վերավորակվել է շատ ավելի թեթև հանցագործությունների, որոնք կապ չունեն պետական դավաճանությամբ։ Բայց մարդուն պախարակում են։ Էլ բայց դու այդքան ժամանակ արի բացատրի։ Հիմա ասենք Անդրանիկ Թևանյանի բախտը բերել է, որ հրապարակային մարդ է, չէ, որ սրանք այնքան սուտ են խոսել, որ մարդիկ արդեն հասկացել են, որ քրոնիկ սուտասանների հետ գործ ունեն եւ այս տեղեկատվությունը ամենայն հավանականությամբ իրականությանը չի համապատասխանում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մեկը որ առաջանում է, չի ասում ես, բայց կարող անդեղ ինչ որ մի բան եներ, էլի վերջը պետական դավաճանություն են ասում։ Կա նման։ Հիմա դրա համար մենք շատ կարևոր է, որ նմանատիպ մեղադրանքներ հնչեցնելուց պետք է լինեն շատ զուսպ եւ դա չպետք է լինի քաղաքական դիսկուրսի մաս։ Մենք ախր տեսանք, երբ որ ես ասում եմ քաղաքական, խնդիրը նրանում չի, որ մի անգամ հրապարակային ասեցին, ավարտեցին, ախր դա դարել է քաղաքական դիսկուրսի մաս։ Ինչ որ մարդիկ արդեն առիթավորվելով ենթադրում են, որ դա արդեն հաստատված հանգամանք է, արդեն մեղադրում են դավաճան լինելու մեջ, արդեն դեռ ինչ որ մեղադրում են, այդ մեղադրանքը արդեն անց են կացնում այլ մարդկանց վրա։ Այսինքն սա դարել է, սա ակնհայտ երևում է, որ սա թեզիս է, որը դրվել է շրջանառության մեջ, որպեսզի սեփական դավաճանական քաղաքականություն իշխեղում տեղի ունենա։ Կրկնում եմ, ես ուսումնասիրել եմ այնքան նյութ ինչքան ունեմ, բայց ես ակնկալում եմ, որ եթե պետական դավաճանության իրական գոնե մի փոքր հետ կար, գոնե մի հատ փոքր ապացույց կլիներ, որ ես այս պահին շատ ավելի զգույշ կխոսեի, շատ ավելի ինտերվյու չէի տակ ասեի նյութերը կուսումնասիրեն, կտեսնենք ինչ է հետագայում կքննարկենք։ Այսինքն ընդհանրապես որևէ ապացույց չկա։ Հիմա ես որ ասեմ ընդհանրապես չկա կամ կա, ապացույցը դա ապացույց։ Ձեզ ասեցի, որ կենտրոնականը մի հատ օպերատիվ թուղթ է, որը կարող էր, որը դա չի համարվում ապացույց որևէ ձևով։ Հիմա կգանք ասեն ինչ որ բան եմ բացահայտել, չեմ բացահայտել, դետալներ չեմ ասի որևէ բան։ Այդ օպերատիվ թուղթն էլ
դրա մասին չի, եթե նորմալ չեն կազմել։ Այսինքն ինքն էլ չի նենց որ ասեմ հստակ տեղեկատվություններ ապովանդակում, որ եթե նույնիսկ դա ճիշտ լիներ, դրա հիման վրա կարելի էր մարտատել, բայց մայ չեմ ուզում շատ ապացույցների դաշտ մտնեմ, որովհետև ապացույցների դաշտում ինչ էլ ասեմ կամ չասեմ խնդիր է, բայց ինքնին եմ փաստը, որ պետական գաղտնիքի թուղթը մտել է գործի մեջ եւ ասել են կարող է պետական գաղտնիք լինի, բայց մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել եւ փոխանցել չկա, ինքնին արդեն խնդրահարույց է դառնում։ Իսկ այդ գումարը առողջապաշխական մի հատ թիվ էին, հա, չգիտեմ, հորինել, այդ գումարը որտեղից են վերցրել։ Կվիտանցիան կա, պարոն Օրբելյան, ասենք։ Հիմա նորից ինձ ապացույցներից եք ասում։ Ես ձեզ պարզ ասեմ, որ որովհետեւ ներեցեք դա էլ է մարդկանց վրա ազդում, որ եթե այդքան գումար են տվել, ապա ինքը ինֆորմացիա փոխանցել է, ասենք հավաքագրվել է օտարերկրյա ծառայությունների կողմից, բայց այդ պետքա ասենք այդ ծառայությունում մարդ ունենա, որ այդ հիմա ոնց բերեք sense ապացույցները ոնց կարելի է հավաքել, չհավաքել, հավաքագրումը ոնց կարելի է ապացուցել, տարբեր եղանակներ կարող են լինել։ Բերեք հիմա գումարից էր գանք, էլի, իսկ ինչքան գումար էր։ 622,000 Չէր 623։ Դե որ Դե ենք հարցնում Բական 621։ Այսինքն տենց եկել են, պայմանավորվել են, ասել է 625 տամ, ասել է չէ 620, հետո որոշել են 622, ինքը այդ թիվն էլ է խնդրահարույց։ Հիմա ուզում եմ ես մենակ թիվը, որ ասեին այսքան, չգիտեմ, յուան, այսքան դոլար, այսքան եվրո, այսքան ռուբլի, ինչ որ մի բանով կլոր թիվը լիներ, կարող ենք քննարկենք, բայց ակնհայտ է նյութերից մի բան կարամ ասեմ, ավել չեմ կարողանալու ասեմ, նյութերից ակնհայտ է, որ բանի համար էին չէ ասել, ոնց որ թե հենց էլի այդ տեղեկատվության համար էին ասել, որ այդքան գումար է վճարվել այդ ինչ որ ազգային ժողովի, եթե չեմ սխալվում, տենց էր գրված։ Այո։ Այդ փակ նիստի հետ կապված որևէ այդ գումարային հարց նյութերում չկա։ Այսինքն sense պարզ ասեմ, այսինքն դե չկա, հիմա դե ոնց ինչ էլ որ ասեմ, էլի նորից անցնելու եմ առաջ սկսելու եմ բան ասեմ, կարելի է այդտեղ գրել, ավելի լավ կհնչեր, էլի $2 միլիոն, կարելի է գրել այլ թիվ, բայց շատ պարզ հարց է տրվում, հենց պարոն Թևանյանն, Անդրանիկ Թևանյանն է շատ հստակ ասում, ասում է լավ, այսինքն այդ հետախուզական ծառայությունները вообще բան գործ չունեն, պետք է $622,000 փող տային ինչ որ մի հոգուն, փակ նիստի վերաբերյալ, որին մասնակցում էր 100-ից ավել մասնակից, ինչ որ ինֆորմացիա ստանալու համար, որը կարելի էր ստանալ 48 հատալ եղանակով, շատ ավելի առանց գումար ծախսելու, պայմանական ասեմ, հա։ Օրինակ պականներին, չգիտեմ, 5000 դրամ տային։ Ну, հիմա ես չեմ ասի ով ինչ կանով, բայց հա գաղափարով ուզում եմ ասեմ, չեմ էլ ուզում քննարկեմ, ուղղակի մանավանդ որ այդ փակ նիստից հետո կա ձայնագրություններ, որտեղ հստակ արձանագրվում է, որ պետական գաղտնիք չի քննարկվել։ Նորից վերադառնալով իմ հարցին, իմաստե կարանք տարբեր կոնտեքստներ տեսնել, տարբեր բաներ քննարկել։ Հա, գոնե չհասկանանք ինչի համար են մարդուն ձերբակալել։ Ես միջև հիմա լսում, ուզում եմ հասկանամ ինչի համար։ Ինչները չեն հասկանում։ Ոչ մի բան չհասկանում։ Հետևյալն է։ Ես առաջին անհստակ գործը չի, որով զբաղվում եմ, էլի, այսինքն մենք եթե մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին կարա ընկալվի որպես կոչ։ Չեմ ասում ինչի կոչ, ուղղակի լեզվական, տերմինոլոգիական քննարկում եմ անում ընդամենը։ Մեր ձևով եկեղեցին կպաշտպանենք։ Ինչ ուզում եք դրա տակ հասկացեք, ինչ ուզում եք, բայց դրա մեջ կոչ չկա։ Ոչ մի բանի կոչ չկա, կարա լինի սպառնալի, կարող է լինի, ինչ մեկնաբան եք, էլի չեմ անում։ Ամեն ինչ բացի կոչից։ Դա կոչ կարող լիներ մենակ մի դեպքում, եթե դա պարզվեր, որ դա այն բանն է, խորհրդանիշն է, որ ասեմ մեր ձևով բոլորս կգնանք ինչ բան կանենք։ Բայց ոնց որ տենց բան չեղավ, հետեւաբար կրկնում եմ, դա կոչ չի ոչ մի ձևով։ Երբ որ մարդուն կարելի է, ինչքան ասեմ, 540 օր պահել անազատության մեջ հակասահմանադրական հոդվածով, որի մասին առաջին օրվանից բարձրաձայնում ենք, հետո ասում են ինչի համար, ասում ենք դե մենք որ ասում ենք, որ հոդվածը հակասահմանադրական է։ Երբ որ կարելի է բան սրբազան շարժման ներկայացուցիչներին կալանքի տակ պահել կամ ազատազրկման տակ պահել, մեղադրանք առաջադրել, երբ որ փորձում ենք հասկանանք ինչի համար, ասում է որովհետև իհարկե հիմա մի քիչ տենց զավեշտ կտորը կասեմ, բայց ձեռք է բերել Երևանի քարտեզը։
ասում ենք հետո, բայց մնացած հարցերն են քննարկում ահաբեկչության համար, հոդված այդպես բան չի, թեթև հոդվածներ չեն։ Ահաբեկչության համար, ասում ենք պետական դավաճանություն։ Ասում ենք լավ, ես այն օրը ուսանողներից հետ ու ունկնդիրների հետ քննարկելուց ասի որ մնացել են դեռ երևի մի երկու հատ էս տարօրինակ հոդվածներ, որով գործ չեմ ունեցել, հուսով եմ չեմ ունենա։ Էկոցիդ օրինակ, ինչ որ բանա, շուտես բաներ։ Հիմա խնդիրը ինչի եմ դա ասում, որովհետև միակ դեպքը չի։ Միշտ երբ որ գալիս է մեզ մոտիկ մի հատ դեպք լինում, այդ ժամանակ սկսում ենք զարմանալ։ Բայց սա ուրիշ դեպքեր ունենք, ասենք ունենք սովորական ավելի տենց ինչ որ հանցագործությունների դեպքեր, սովորականը շակերտավոր եմ ասում, ինչ որ գյուղապետ ինչ որ տարածք կա վաճառել մի 25 տարի առաջ, մի քանի տարի առաջ ձեռք բերել է տարածքը, մի տարածք մեկ արել է գյուղից, հետո անցել է մեկին ինչ որ բան, նա պետք է աղել արել է մեկին, ասում է փողերի լվացման համար, ասում ենք ինչ փողերի լվացման, ասում է այն ժամանակ որ ծախել է, հիմա փողերի լվացումը ավարտվեց։ 25 տարի։ 20 տարի առաջ, ասում ենք ժամկետ անցել, ասում է չէ, փողերը նոր է ավարտվել։ Ասում ենք այսինքն այս մարդը գյուղում չի կարա հող առնի, ումից որ առնի, պետք է գաք ասեք փողերի լվացում։ Այսինքն սա ես պարզ մի քանի օրինակ եմ բերում, ինչա տեղի ունենում ու այստեղ ոնց որ մենք անընդհատ կենտրոնանում ենք արդարադատության ոլորտի խնդիրները, դատարանները լավ չեն, դատարանները լավ չեն, դատարանները լավ չեն, ու իրոք խնդիրներ կան ու խորքային խնդիրներ կան։ Բայց մենք անընդհատ բաց ենք թողնում, մանավանդ երբ որ մենք խոսում ենք, մենք ասած լայն իմաստով, ասենց կառավարությունը, քննչական եւ դատախազական ծառայությունները։ Այսինքն մեղադրանքները պետք է հստակ լինեն եւ այդ սխալ մեղադրանքների համար մարդիկ պատասխանատվություն չեն կրում։ Դե պետք է ոչ միայն չլինեն քաղաքական չլինելուց հետո էլ պետք է լինեն նաև հստակ հասկանալի པարզ օրենքի տարին համապատասխան քննիչը կամ դատախազը ինքը պետք է հասկանա ինչա։ Այսինքն ոչ թե որտեղ ինչ որ մի վատ բան եղել է, բերեք գրենք դավաճանություն, մի վատ բան եղել է, բերեք գրենք ահաբեկչություն, մի վատ բան եղել է, բերեք գրենք, չգիտեմ, սահմանադրական կարգի տապալում, այդ բան ասենց ամեն ինչ կարանք դրա տակ մտցնենք։ Մի վատ բան եղել է, եկեք ասենց մի հատ հնչեղ բան ասենք։ Կարևորը հայտարարությունը հնչեղը լինի, կարևորը լայքերն ու վյուերը ավելանան կա։ Իմիջիալոց ոնց որ դրա շուրջ պետք է կառուցվի այս ամբողջը։ Պետք է կառուցվի նրա շուրջ, որ լավ, բերեք գլոբալ նայենք խնդրին։ Հանցավորության դեմ պայքարը ուր է հասել։ Հանցավորության վիճակը Երևանում ոնց է, Հայաստանում ինչ վիճակում է, թմրամոլության վիճակը, դե դա է չափիչը։ Ոչ թե մենք ինչ ենք անում, մենք չէ։ Ոմանք ինչ են անում, ասում է, այ դատարանները վատ են, որովհետև X-ին չդատեցին։ Հակառակը պետք է լինի, պետք է մենք որոշենք X-ը մեղավոր է թե չէ, պայմանավորված նրանով դատարանը դատես թե չէ։ Եթե մենք ի սկզբանե որոշել ենք, որ X-ը մեղավոր է, ու հետո սկսելու ենք քննարկել դատարանի լավ կամ վատ լինելը ընդհանրապես նրանով դատվեց թե չդատվեց, մենք երբեք տեղ չենք հասնի։ Բայց դատական համակարգի հեղինակազրկում չի դա։ Երբ որ կասկածի տակ է դրվում դատարանի որոշումը, վճիռը, հետո էլ չասեմ վնգստացող դատավորներ մնացածների մասին էլ չխոսեմ, ԲԴԽ-ի նախագահային SMS-ով ազատելը։ Նայեք, հենց երբ որ ես քննադատում եմ դատական համակարգը եւ դատական համակարգի որակի վերաբերյալ քննարկում եմ անում, ես շատ բացառիկ դեպքերում եմ որոշումներին անդրադառնում։ Որոշումներին բովանդակությանը, որովհետեւ որոշումները կարող են դուր գան, կարող են դուր չգան, ես մի կարծիք ունենամ, մյուսը ուրիշ կարծիք ունենա։ Ես միշտ կամ առավելապես փորձում եմ անդրադարձ կատարեմ արտաքին պարամետրերին։ Ինչ տեղի ունեցավ, դատական նիստը բոլորը տեսակ, այսինքն երբ որ դատավորը ասում է պատեհ պահին կբերեք ձեր միջնորդությունը, պատեհ պահին կբերեք ձեր միջնորդությունը, պատեհ պահին կբերեք ձեր միջնորդությունը, ասում ես լավ է, ուղղակի ասա պատեհ պահը երբ է։ Ընդհանրապես ասա մի կրկնեք պատեհ պահին, էլ ասա կբերեք, չգիտեմ, վաղը չեմ մյուս օրը կամ չեմ թողնելու այդ միջնորդությունը ներկայացնեք, դա էլ է պատասխան։ Մի խուսափեք պատասխանատվությունից, որոշում ընդունեք։ Դատավոր եք դարել նրա համար, որ որոշում ընդունեք։ Մեկ էլ թղթերը վերջու վերակենում գնում որոշում կայացնելու կալանքի հարցով, այստեղ որևէ մեկի մոտ չի կարող արդարադատության իրականացված լինելու կամ տվյալ դեպքում արդարադատություն չասեմ, հա, դատական process-ի իրականացված լինելու ընկալում ձևավորվել։ Հիմա կարանք մենք դրա շուրջը ձևավորենք ինչ որ արիոլ։ Հիմա ինչա տեղի ունենում։ Կա քաղաքական օրակարգ։ Քաղաքական օրակարգը այն է, որ Հայաստանի Հանրապետության ընտրությունների միջամտություն է տեղի ունենում։ Հա, միջամտությունը չեն կարում ապացուցենք։ Բա ինչ անենք, որ ապացուցենք միջամտություն։ Դե բերեք մտածենք տարբեր մարմիններ, տարբեր հետախուզական մարմիններ, տարբեր, չգիտեմ, պետական դավաճաններ, այդ ժամանակ ասենք չէ որ միջամտություն տեղի ունեցավ։ Այո։ Բերեք տեսնենք ինչ կանենք, եթե մենք որոշել են գնանք ոնց էր ԵՄ ընդ որում չգիտեմ որոշեցին որ նոր են որոշել, որովհետև Հայաստանը եվրո
ինտեգրացիա իրականացնում է արդեն մոտ 20 տարի տարբեր ֆորմատներով եւ եվրոինտեգրացիան դա մենակ Եվրամիությունը չի։ Սկսած 2001 թվականին Հայաստանը անդամակցել է Եվրոպայի խորհրդին, ըստ էության ճանապարհ էր բռնել դեպի եվրոպական լայն իմաստով արժեքների այդ ասոցիացիումը դրանից հետո հələ ԵԽ մարդու իրավունքներ, դրանից հետո բավականին մեծ ներպետական փոփոխություններ, ԵԽ-ի շրջանակներում աշխատանք, քաղաքական մարմիններում, պարլամենտական, ԵԽԽՎ իրավական մարմիններում մի է, դրանից հետո Եվրոպական միության այդ ասոցիացիան պայմանագիր ՍԵՊԱ, բացեք լավ Եվրոմիություն ենք ուզում գնանք շատ լավ է հնչում, բացեք ՍԵՊԱ-ն, տեսնենք ինչքան է կատարված։ ՍԵՊԱ-ն որ բացենք, կտեսնենք որ կատարված չի։ Ոչ մի բան, կամ լավ, չասեմ ոչ մի բան, բայց կատարված է սարսափելի ցածր տոկոս պրոցեսներ, հա, այսինքն ես ինքս լինելով փոխնախարար երևի ավելի շատ եմ իրականացրել եվրոինտեգրման ուղղված ուղղություն, այսինքն համապատասխանեցնում, հələ 11-ից 14 թվական եմ եղել, 13-ին է Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցել, այդ ժամանակ նոր ձևավորում էր ԵԱՏՄ-ն եւ այդ ժամանակ բավականին մեծ քանակությամբ աշխատանք արել ենք։ Պարոն Օրբելյան, այստեղ երկրորդ թեմա ձեր ասածը, որ անձամբ լսել եմ այն ժամանակ ընդդիմադիր 10 հիմա էլ չունես 2018 թվականներ մնում է հետո իշխանական չեմ եղել, հա 18 թվականին Սվիտարսկու հետ հանդիպում էր այս իշխանափոխությունից հետո ու ինքը շատ ջղայնացած էր այս գործող իշխանությունների վրա 19 երևի մի խոսքով մի քանի ամիս արդեն անցել էր քաղաքասարակության հետ հանդիպումը ինքը թուքումուլ էր թափում քաղաքասարակության ներկայացուցիչների վրա անպատվելով այս իշխանություններին, ասում էր նախկին իշխանությունները 10 գլուխ բարձր էին եվրոինտեգրացիա իրականացնելու գործում, քան սրանք։ Ասում է, սրանք տապալում են եվրոինտեգրացիայի գործընթացը։ Սրանք ամեն ինչն են տապալում, մենակ այդ չեն տապալում։ Հենց այդ է խնդիրը։ Ես հիմա երբ որ մենք քննարկում ենք խնդիրները առանձին վերցրված, շատ հաճախ տենց քննարկում է լինում, հա, բա ինչ անենք։ Ասում եմ, Ժողովուրդ ջան, խնդիրը շատ պարզ է, կամ դու պետական համակարգ ունես, որը աշխատում է, լավ, վատ, ինչ որ ձևով աշխատում է, կամ դու չունես։ Եվ իրականում մենք ամեն մեկս տեսնում ենք մեր ոլորտի խնդիրը, թվում է թե մնացած ոլորտներում խնդիրները չկա։ Իրականում, այսինքն մեկը տեսնում է, որ խնդրեմ կա մշակութային ինչ որ բանի պաշտպանության հետ։ Ամենատիպիկ օրինակը անձնագրերը, որ հիմա նոր սարքել են, մի հատ մեծ քննարկման ականատես եմ եղել, գրավոր, հա, ինտերնետային LinkedIn հարթակում, որտեղ շատ տիպիկ չի նման քննարկումները, որտեղ մանրակրկիտ նկարագրել էր այդ լավաշի էջը ինչով չի համապատասխանում լավաշին։ Ընդ որում, եթե տենց չխորանաս, չնայես, լավաշ թխել տեսած չլինես ոչ մի անգամ, կարող է եւ չնկատես։ Եթե երկու անգամ եղել ես թոներատանը, տեսել ես, որ ոչ մեկը լավաշը թար չի տալիս, այսինքն լավ ինչ որ էջի մեջ մենք բոլորս կենտրոնացել ենք խորվիրապի նկարը, որը չգիտեմ ինչի պետք է ուրիշ կողմից նկարվել, որ արարատը չերևար, դրան առանձին կանդրադառնամ, բայց մենք նայում ենք լավաշի էջ, ոնց որ նորը լավաշը դարել ազգային ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկ էլ բայց ընդհանրապես կապ չունի լավաշի հետ։ Մենք թոնիրը գետնից բարձր է, թոնիրը ինչ որ դաշտի մեջտեղում է։ Թարատված կոչվոր ոչ մեկին տենց թոնի ես չգիտեմ թոնից չի ուղղակի ես տեսել եմ բայց թոների մոտ դրված է փռի գործիքներ են որ դնում ենք վերցնում ենք փռի մեջից լավաշը թարտված է այսինքն ես ընդհանրում եմ ինչ որ մեկը ուղղակի արհեստական բանականության ասլալում է տենց հետաքրքիր լավաշի նկարել է այսինքն ես բերում եմ ինչ որ մի օրինակը որը մենք տեսնում ենք որ ակնհայտորեն պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է դա կլինի դիտավորյալ, թե կլինի ոչ դիտավորյալ բոլոր ոլորտներում։ Ընդ որում առանձին վերցրված կարող է եւ շատ լավ մասնագետներ լինեն։ Դες մի հատ դեպք կար, ես ասեմ, եթե չեմ սխալվում Հարավսլավիայի հետ կապված էր, որ ինչ որ խնդիրներ էր լինում, խորհրդային միությունից կարող է դետալները սխալ ասեմ, բայց Տիտոին ասում են լսի ոնց որ կոմոդ մենք տենց ընկալում ունենք, որ կոմոդ ոնց որ թե ներդրված գործակալներ կան, դա չի կարող լինել, բայց ասма կլինի գանք ստուգեն։ Գալիս են ստուգում են, հետ են գնում, ասում են, քո տեղակալը ոնց որ թե գործակալ է։ Ասում չի կարող լինի, ես իր այդ հեղափոխությունը ամեն ինչ արել ենք։ Ման ասում դե գործակալը, ոչ բերում են, բռնում են, ասում հա, գործակալ եմ, ասում բայց ոնց որ բան չունես, էլի, ասում են դեռ մի հատ հանրություն են տվել։ Մենակ մի բան, ասում ինֆորմացիա ես տվել չէ, ինչ որ բռնել ես, ինչ որ սաբոտաժ ես արել չէ, ասում մենակ մի բան, ասել են գործ ընդունելուց ոչ կոմպետենտ մարդկանց կընդունես գործ։ Հիմա մենք ոնց որ այդ դաշտի մեջ լինենք։ Ոնց որ չէ, ուղիղ հենց դրա մեջ ենք, պարոն Օրբելյան։
Ես այդ օրինակը շատ եմ սիրում բերել, այս որ նշեց Օրբելյանը, ուրեմն Գյումրիում սարքում են սա Արթուր Ալեքսանյանի անվան մարզամշակութային համալիր։ 2 տարի կառուցեցին, 2 տարի քանդում են, որովհետև շենքը սկսել էր բլել։ Նախագիծը սխալ էր կազմած ուղղակի։ Վերադառնալով Անդրանիկ Թևանյանի գործին, մի քանի հարց ունեմ։ Նախ կալանքի հետ կապված առաջիկայում հնարավոր է որևէ փոփոխություն լինի, թե չլինի եւ մոտականը երբ կարող է լինել, ասել եք, որ պիտի որոշումը բողոքարկել եք, թե չէ, եւ այլ այցաններ դիմել եք, թե չէ։ Մենք մի քանի, մենք հիմա ասենք ինչ են կարել այդ գործով, այնքանով որ դա չի վնասի գործի ստրատեգիան, ինչ որ բաներ կա, որ չեմ պատմի, բողոքը կալանքի դեմ վերջնականացված է, այսօր ֆիզիկապես ուղարկելը չեն կազմակերպել, որովհետև ստորագրել ենք, որ դա գաղտնի է եւ դա պետք է գաղտնի ռեժիմով մուտք արվի, առավոտյան շուտ կկազմակերպենք, այսինքն դա էլ է խնդիր առաջացնում, այդտեն դեպքն է, որ մեջը գաղտնիք չկա, բայց գաղտնիք է դարձել եւ համապատասխանաբար պետք է մուտք արվի համապատասխան ոնց որ եւ դատարան եւ վերաքննիչ տեղ ոնց որ հատուկ ընդհանցակարգ կա, որը շատ պայմանական կա, տենց որտեղ մենք փորձեցինք հասկանանք իրավական ինչ ակտով ոնց է կարգավորվում, բայց ինչ որ ոնց որ կա փորձ նախկինում նույն ձևով կրկնելու ենք, ասենց ոտ հատուկ բաժնի միջոցով, որտեղ կա եղանակ BDX-ով, բայց դա շատ ավելի երկար է տևում, մեզ պետք է ավելի արագ կազմակերպել։ Ամեն դեպքում վաղը մոտ կարվի եւ ըստ էության ուրեմն բողոքի մեջ հստակ արձանագրել ենք այն կետերը, ինչ որ մի մասը ես նոր նկարագրեցի, մի քանի հատ այլ կետեր, նյութերի վերլուծության, որ դրանից որևէ կերպ չի բխում ոչ թե պետական դավաճանության, այլ որևէ հանցագործության գործողություն, ավելին մենք հստակ արձանագրել ենք, որ սա դասական իմաստով լրացնելու փորձ է։ Այսինքն ուղղակիորեն սա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ սահմանադրության երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման ուղղված գործողություն է։ Ի հավելում են ընտրությունների պատշաճ կազմակերպման, բայց ինքնին ինչի համար իրան ոնց որ ուզում են պատասխանատվության ենթարկել, ինքնին խոսքի ազատության տիրույթում, ասես լայն իմաստով։ Երկրորդ խնդիրը, որը մենք բարձրաձայնել այդ ամենամոտական երբ կքննվի։ Հիմա դա սենց է խնդիրը 10 օր ժամանակ կա բողոքարկելու, 10 օրը դեռ չի անցել, որպես կանոն 10-րդ օրը նյութերը ուղարկում են, որից հետո վերաքննիչ դատարանում մակագրվում է գործը, որից հետո մոտավորապես 10-15 մի ամիս է ընդհանուր տևում գործընթացը, 10 պլյուս օր հետո քննվում է որպես կանոն դա գրավոր ընթացակարգով ակնկալում ենք որ նիստ կարվի, բայց դատարանն որոշում անհրաժեշտություն կա, թե չէ։ Մոտավորապես լրանում է 2 ամիս։ Չէ, մի ամսում։ Այսինքն ցենց ասենք։ Ամեն դեպքում ընտրություններից հետո հաստատ։ Հետո, միանշանակ հետո։ Մենք հիմա դիտարկում ենք մի քանի գործիքակազմ, բայց հələ որ հստակ գործող գործիքակազմ, որը արագ կլինի, որը հնարավոր կդարձնի այլ ընտրանքային խափանման միջոցները դեռևս չկան, բայց մի քանի տարբերակ դիտարկում ենք, եթե դա եղավ բավականին արագ դրանք էլ ընթաց կտանք։ Եվս մեկ գործընթաց, որը նախաձեռնել ենք Եվրոպական դատարանի 39 կանոնի շրջանակներում, այսօր եմ ստացել մերժումը 39 կանոնը ունկնդիրներին ուղղակի հիշեցնեմ, Եվրոպական դատարանը ունի ընթացակարգ շատ նման է մեր հայցի ապահովման։ Որպես կանոն օգտագործվում է օրինակ էքստրադիցիաների ժամանակ, որպեսզի չհանձնեն անձին հետո խնդիր առաջանա, կասեցնում է միջև որ խնդիրը լուծի, երբեմն երբ որ կյանքին առողջությանը վտանգ է սպառնում նման դեպքերում։ Շատ սահմանափակ դեպքեր կա, այլ դեպքերում կիրառման, մենք հստակ 2 բան ենք խնդրել, ասել են կամ ազատ արձակել ապահովեք միջև ընտրությունները, որ կարողանա ընտրությունների մասնակցի, կամ ինչը շատ ավելի կարևոր է, ինչքան էլ տարօրինակ չլինի, այդ պետական գաղտնիքի գրիֆը թող անեն, որովհետև կամ հստակեցնեն, որ փաստաթղթերին է վերաբերվում, որ ես մնացածի վրա կարողանամ ըստ անհրաժեշտության հղումներ անեմ։ Էլի նախաքննական գաղտնիքը կարա լի, բայց դատարանը ոնց որ ասեց, որ ամեն դեպքում այս դասական իրանց այդ ծրագրից մերժում ունենք, առաջարկել է արդեն դիմումով դիմել, բում բովանդակային, որը կքննարկի, մենք այսօր ենք ստացել գրասենյակից դուրս գալուց առաջ ուղղակի բացեցի արագ տեսա, այդ դետալները չեմ նայել կնայեմ, բայց սա մի ընթացակարգ, ուրեմն սրանից բացի մի հատ այլ գործընթաց կա, որը հիմա նախաձեռնել ենք, ուրեմն ԿՀ մարդու իրավունքների պաշտպան, ինչ ասում ընտրական օրենսգիրքը։ Ընտրական օրենսգիրքը ասում է, եթե թեկնածուն գտնվում է անազատության մեջ, նա իրավունք ունի վստահված անձանց միջոցով մասնակցել ընտրարշավին։ Այսօրվա ընտրարշավը շատ ինտերակտիվ է։
եւ մենք պնդում ենք, որ պետք է անձը հնարավորություն ունենա ընդհանուր նկարահանվել եւ հեռարձակվել, Տեսաուղերձներ, այսինքն։ բայց քրեակատարողական հիմնարկուի ներքին կանոնակարգերով դա ոնց որ հնարավոր չի, հա, խնդրահարույց է։ Հիմա այս եւ ես ընդհանրում եմ ի սկզբանե այդ օրենսդրական կարգավորումը կարգավորելով ոչ մեկ այս ոնց որ ժամանակակից կարգավորումների տեխնիկական անհրաժեշտության լույսի ներքո չի դիտարկել խնդիրը։ Հիմա դա ենք փորձում կարգավորել, եթե ստացվի դա ոչ միայն այս դեպքում, նաև հուսանք հետագայում հնարավորություն կտա, որ ամեն դեպքում եթե իրականում կարիք լինի, որ ազատազրկվեն, իսկ այս պահին Անդրանիկ Թևանյանը միակ մասնակիցը չի, որ ազատազրկված է կամ սահմանափակումներ ունի։ Ուղղակի մի մասի դեպքում դա տնային կալանքայով սահմանափակումները հանված են, հնարավոր է իրականացնել, մի մասը ազատազրկված է։ Եվ ազատազրկման դեպքում այդ սահմանափակումները շարունակում են գործել, համապատասխանաբար ընտրաշավին չեն կարողանում մասնակցել։ Եվս մի գործընթաց, որը մենք կիրականացնենք, դա մի քանի քննչական գործողությունների բողոքարկումներն է, որի փաստաթղթերը պահանջել ենք, դատական ակտերը, երբ որ կստանանք, ակնհայտ է, որ այդտեղ եւ անձեռնամխելիության հետ կապված եւ ընդհանցակարգի նյութերի բավարարության հետ կապված մի շարք խնդիրներ կա, այստեղ ավելալ դետալներ հիմա խոզարկությունը նկատվում է։ Օրինակ այս խոզարկությունը վերջին, որովհետեւ խոզարկությունը ինքնին կատարվել է մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համաձայնություն ստանալը։ Եվս մեկ այլ գործընթաց, որը կնախաձեռնենք, հիմա դիտարկում ենք, այդ բոլոր ձեր ասած դեպքերում դեռևս վերջնականացված չի, նաև Անդրանիկ Թևանյանի հետ պետք է քննարկենք, բայց վերջնական դա զրպարտության վիրավորանքի հայցերն են, որովհետև անկախ ինչա մեղադրված, ինչ մեղադրանք է արկա, ոչ մեկ իրավունք չունի դա որպես հաստատված հանգամանք ընդունել եւ անձին այն է քարոզարշավի ժամանակ, այն է տեխնացուի բարակայում։ Դավաճան քրեադատավարական իմաստով դավաճան քննարկել։ Այսինքն սա այն դեպքը չի, երբ որ քաղաքական իմաստով այդ տերմինը օգտագործվում, այսինքն դա այն դեպքը չի, երբ որ абստրակտ իմաստով է օգտագործվում, դա այն դեպքն է, երբ որ կա քրեական գործընթաց, բայց այդ քրեական գործընթացը լրջագույն խնդիրներ ունի եւ կրկնում եմ, մենք ունենք հիմքեր ենթադրելու, որ այդ քրեական գործընթացը նախաձեռնվել է հենց դրա համար, որպեսզի հնարավոր լինի քարոզարշավի ժամանակ այդ տերմինոլոգիան օգտագործվի։ Այսինքն այստեղ ես մի քանի անգամ պնդել եմ այն նյութերը, որ մենք ստացել ենք, այդ նյութերով այս կալանքի որոշումը ոչ միայն չէր կարող կայացվել, այլ ընդհանրապես գործ չէր կարող հարուցվել։ Նու տերմինոլոգիայով նախաձեռնվել վարույթ։ Հիմա այս նշված գործընթացներն էր։ Կար մի շարք այլ խնդիրներ, որոնք տեխնիկական մասնակի լուծվել են, բայց ելի ամբողջական չեն լուծվել, օրինակ վերահսկողությունը, որ ավել թուղթ չբերեն, ավել թուղթ չտանեն քրեակատարողական հիմնարկից ու այդ սահմանափակումը բերել էր նրան, որ ինչ որ մի քանի հանդիպում վստահված անձանց հետ տեղի ունենալուց Անդրանիկ Թևանյանին ընդհանրապես չէին թողել ամենախցից ու առանձնախցից տեքստը ոչ միայն փոխանցել, բերել իր հետ, որ գոնե արտագրեն։ Այսինքն ասում են, դուք թուղթ մի տարեք, եկեք հիշեք, ինչ կհիշեք, կգրեք, բայց դրանով իսկ ընտրարշավը ամբողջությամբ խաթարվում է։ Եվ դրանից բխող մնացած ամեն ինչով, էլի։ Հիմա ուզում եմ ասեմ, հիմա էլ չեն թողնում։ Այսօրվա ինֆորմացիան չունեմ, այսօր ամբողջ օրը ուրիշ գործընթացներով եմ եղել, սկզբում ոնց որ 3 թողել էին արդեն թուղթ բերել, բայց մենք հիմա քննարկում ենք, որ այդ միջև տեսաուղերձը պետքա Անդրանիկ Թևանյանը գտնվելով իր խցում, երբ որ աշխատում է իր ասենք ուղերձների վրա, կարողանա գա ոչ թե նստեն ու նորից թելադրեն, այլ փոխանցի եւ քննարկեն այլ հարցեր։ Այդտեղ ժամանակային սահմանափակում 2 ժամ է օրեկան սահմանափակված, ժամանակային սահմանափակումը հենց այդ մասով է, որ ոչ թե պետքա բերեմ, ասեմ դե արտագրեք, այլ բերեմ սա փոխանցեմ, մենք քննարկենք մնացած հարցերը, որովհետեւ այդտեղ բազմաթիվ այլ հարցադրումներ կարող է լինել։ Ընդ որում կարծիք կար, որ կարելի է ինչ-որ ցենզուրայի նայել, ես կարծում եմ, որ դա էլ չպետք է լինի, որովհետև դա քարոզարշավի մաս է եւ ըստ էության ու եթե այնտեղ հիմքեր չկա, որ չգիտեմ, ինչ-որ ինստրուկցիաներ են փոխանցվում, չգիտեմ ինչերի մասին, ինչը համարյա բացառում են, որովհետև համարյա չէ, ինչը բացառում է մեր դեպքում, հա, որտեղ մենք խոսում ենք հենց քաղաքական տեքստի մասին, քաղաքական գործընթացի մասին, հա, չէ, ինչ եմ ասում, որտեղ Անդրանիկ Թևանյանը 3 օր համարյա եղել է ազատության մեջ եւ
ինչ որ մեկին ինստրուկցիա տալու խնդիր լիներ, այդ ժամանակ պետք է կարգավորած լիներ։ Սա նաև կետերից մեկն է մեր կալանքի, ասում ենք լավ է, դատարանն էլ է հիմք ընդունել, որ չի թաքնվի, որովհետև եթե թաքնվեր ինքը չէր գնա, բայց այն մնացած հանցագործությունների կրկին կատարելու կամ խոչընդոտելու ռիսկն է տեսել։ Հիմա մենք ասում ենք լավ է, 3 օրը 2 պարամետրով էլ է փոխում, որովհետև եթե դե պետք է խոչընդոտել այն ժամանակ էր խոչընդոտելու, եթե պետք է նոր հանցագործություն անել, դա պետք է գոնե ինչ-որ մի ձևով մի քիչ գոնե հաստատեիք, որ հələ քննարկենք նորի հարցը։ Իսկ վստահված անձանց միջոցով շփումը, այսպես ասած, ընտրողների հետ, այդ հնարավորությունը ամսի 5-ին վերացվում է, այսինքն զրկվում է այդ հնարավորությունից, թե դրանից հետո էլ մենակ հետընտրական փուլում կարգաշարունակվել, հստակություն կա այդ մասում։ Օրենսդիրը ոնց որ կարգավորել է, որ այս դեպքում ինչ որ բան պետք է լինի, բայց ոնց, ինչ ծավալով, ինչ ձևով հստակություններ չկա։ Եթե խոսքը գնում է ընտրապայքարի մասին, ենթադրվում է, որ դա ավարտվում է այդ օրը, բայց եթե մենք օրինակ խոսում ենք բողոքարկման մասին, ապա վստահված անձանց հետ պետք է հնարավորություն լինի քննարկել բողոքարկման ինչ որ հանգամանքներ։ Ամսի 8-ին ըստ անհրաժեշտության կանդրադառնանք այդ հարցին, բայց ամեն դեպքում ոնց որ մինչև ամսի 8-ը մինչև պարզ չի լինելու։ Պլյուս մի քանի հանգամանք էլ է կարևոր։ Հիմա ասում ենք ինչ կարող է լինի։ 2 ամիս ժամկետով է կալանավորվել, ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքով ամեն դեպքում ինքը ընտրվելու է падգամավոր եւ օգոստոսին ստանձնում են նոր ազգային ժողովը պարտականությունները։ Դա ենթադրում է, որ անմիջապես դրանից հետո նա պետք է ազատ արձակվի, անմիջապես հենց այդ պահին օգոստոսի 2-ին։ Որորը որ ստանձնեց, հենց այդ օրը պետք է ազատ արձակվի, սահմանադրական դատարանի որոշում կա դրա հետ կապված, եւ եթե գլխավոր դատախազը գտնում է, որ պետք է գնալ եւ ստանալ նորից համաձայնություն, կգնա նորից կստանա։ Դա չի ենթադրում արդեն ոչ թե նորից, այս անգամ ազգային ժողով, այն ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Ավելին իմ գնահատմամբ եւ մենք դա բխում է նաեւ օրենքից, փորձելու են դա շրջանցել, բայց մենք պնդելու ենք, որ ընտրվելու դեպքում, երբ որ ինքը մանդատը ստանա, ինքը այլ կարգավիճակ ունի, որովհետև մենք ունենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ 2 դեպքում, մեկը նախընտրական փուլում, երբ որ տեխնացու ես եւ տեխնացուների ցուցակում ես, մյուսը երբ որ ընտրված падգամավոր ես, բայց դեռ չես ստանձնել պարտականություններ։ Այս 2 դեպքում համաձայնություն տալը կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթում է։ Եվ մենք պնդելու ենք, որ ամսի 8-ին, երբ որ կլինեն արդեն, ամսի 8-ը, երբ որ մանդատները պարզ կլինի ովքեր են ստանում, ակնկալում ենք, որ կրկնում են, որ մանդատ կստանա ինքը համապատասխանաբար հնարավոր կլինի պնդել, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս մեկ անգամ քննարկի նրան ազատությունից զրկելու հարցը։ Հիմա դա այդ հույս ունենանք, որ ամսի 8-ից հետո չի հասնի մինչև օգոստոս։ Հունիսի 7-ի Ես 2 դեպքներ նայեք, ես ֆիքսեցի ընտրվելու տարբերակները, ես ակնկալում եմ, որ ընտրություններում ինքը ստանալու է մանդատ ստանալու են դեպքում, երբ որ կուսակցությունը անցնի, ես ակնկալում եմ, որ կուսակցությունը անցնելու է ակնհայտորեն բարիերը եւ համապատասխան որ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով է մասնակցում ընտրություններին երկրորդ համարն, այսինքն անցնելու դեպքում հաշվի առնելով, որ ինքը ԲՀԿ-ի երկրորդ համարն է, համապատասխանաբար ինքը ոնց որ եթե կուսակցությունը անցնի 5-6 մանդատ ակնհայտորեն ստացվելու է մինիմումն եմ ասում էլի, այսինքն եթե գործող իշխանությունը պարտվի, ապա դա եմ ասում էլի, այդ պրոցեդուրաներին չենք հասնել։ Այստեղ մի հատ փոքրիկ նյուանս կա։ Ես փորձ եմ ունեցել 18 թվականին, երբ որ վարչապետի փոփոխություն է եղել, բայց անդին կային կալանքի տակ պաշտպանյալներ, ովքեր դեռևս մի շաբաթ հլը քրեակատարողականում էր մինչև գործընթացները կատարվում են։ Դե շաբաթը հեչ։ Դե ուզում եմ ասեմ, ես ակնկալում եմ, որ ակնհայտորեն ամսի 8-ին լավ արդյունք կլինի եւ կսկսի չենք սպասի մինչեւ օգոստոս եւ ամսի 8-ին իսկ քաղաքական ուժերին բոլորին եմ ասել, կսկսվի անվստահության գործընթաց, որպեսզի գործող վարչապետը եւ կառավարությունը մինչեւ օգոստոս չմնան իշխանության։ Բայց այդ պահին ամսի 8-ին մնացած падգամավորներին հնարավոր կլինի հավաքել անկախ արդյունքից եմ ասում, որպեսզի այդ գործընթացը անեն թե չէ, դա արդեն ուրիշ հարց է։ Հուսանք կավարտվի քաղաքական հետապնդումների դարաշրջանը։ Նայեք, չէ, միանշանակ ոչ միայն քաղաքական հետապնդումների, որովհետև Հայաստանի Հանրապետությանը միանշանակ անհրաժեշտ է անցումային փուլ, որովհետև մեզ պետք է
ոչ թե հիմա քաղաքական հետապնդողները փոխվեն եւ սկսվի հետապնդումներ, այլ պետքա որ այս փուլը իրականում ամբողջական անցնի, բայց դա չպետքա լինի անհետևանք, որպեսզի անհետևանք չլինի, բայց չստացվի, որ բոլորը հիմա ոնց որ բռնողներն են փոխվել, նույն քննիչները, նույն դատավորները, իմաստներն են բռնում, անհրաժեշտ է որպեսզի այս փուլում մենք ունենանք այդ որ ասում են անցումային արդարադատություն շատ են չարչրկել եւ դրա տակ մոտավորապես նկատի ունեն կամ առանց դատարան դատենք կամ գույքը դերվերցնենք։ Մեր խոսքը դրա մասին չի, դա պետք է լինի գործընթաց, որի արդյունքում հնարավոր լինի բացահայտել բավականին շատ խնդիրներ, որոնք մենք այսօր տեսնում ենք, բայց չունենք ապացույցներ, օրինակ այդ ֆեյքերի ֆաբրիկաները, կառավարության կողմից մանիպուլյացիաներն, ՀՄԷԿ-ի կողմից պատվերներ կատարելն, ՀՄԷԿ-ի կողմից անհասկանալի բովանդակության մեր բոլորի փողերով ինչ որ հաղորդումներ թողարկելն, դա պետական կառավարման համակարգի ձևախեղումներն, որը չի բխում սահմանադրությունից, դա տարբեր միջազգային արտասահմանյան միջամտություններն բոլորը sense ակնհայտորեն դեպի ԵԱՏՄ են ուղղում, բայց ամբողջ աշխարհից հիմա ոնց որ տպավորություն կա, բոլորը այստեղ միջամտում են բացի ԵԱՏՄ-ից։ Հիմա հիմա հնարավորություն ունի անում, բայց հիմա մոտավորապես դրանք պետք է իրականում բացահայտվեն։ Ինչ է տեղի ունեցել, ինչ պայմանավորվածություններ է տեղի ունեցել, ով ինչ հանձնարարություններ է տվել, դրա գործիքները կան վաղուց եւ մշակված են եւ ընդհանրապես պետք է այդ կամքը դա կիրառելու։ Բարդ աշխատանք է սպասում։ Շնորհակալություն, պարոն Նորբելյան։ Մեր զրույցը, պարոն Նորբելյան, դուք Անդրանիկ Թևանյանին թերևս ամենօրյա ռեժիմով եք տեսնում, ինչպես է տրամադրությունը, ինչ ունի փոխանցելու մեր հանրությանը։ Արդարության համար պետք է ասմաստե ներողություն խնդրեմ, վերջին 3 օրը չեմ կարողացել տեսնել, որովհետև ակտիվ աշխատում ենք բողոքարկումների եւ մնացած գործընթացների վրա։ Դրանից առաջ որ տեսել եմ տրամադրությունը լավ էր, մի քիչ էլ ասում եմ այստեղ այդքան ինտենսիվ չեմ տեսել, որտեղ գոնե գիտեմ, որ վստահված անձինք ռեգուլյար տեսնում են եւ խնդիրների մասին կարողանում են քննարկել, ինչ որ խնդիրներ եղել է առանց տեսնելու կարող ստացվել է լուծել, պահման պայմանների եւ այլ հետ կապված էլի, բայց միշտ էս էլ տրամադրությունը լավ էր, մարտական էր, ինքն էլ էր գտնում, որ ամսիոթին խնդիրները ամբողջությամբ կարգավորվելու են, ու ըստ էության որևէ ընկճվածություն չկար եւ իր մոտ էլ կար որոշակի զարմանք այս մեղադրանքներից, մոտավորապես ասենք ամենապարզ բան ասում լավ հասկացա, որ այդ երկրին բանի տեղ չեք դնում, բայց ասենք համարում եք, որ 622,000 ինչ որ մեկը բերել է ինձ փող ա տվել, ես էլ այդ փողը վերցրել եմ, ինչ որ ենթադրել փակնիստի, ինչ որ անհասկանալի ենթադրել բան եմ տվել։ Եթե ասում դա տենց է, պետք է ինձ նշանակեք, այդ ես եմ ավելացնում, էլ նշանակենք զարգացման նախարարը, վարչապետը, որտեվ դա փող կպցնել է, մոտավորապես հիմա դա ոնց որ Օդում փող գցնելու արվեստ է։ Ընդ որում դա բանի sense բանա հնչում, sense հա բան ինչ որ փակնիստով, չգիտեմ ինչու 5000 դրամանոց ինֆորմացիան ծախես 622,000 դրամանոց ինֆորմացիա չի եղել։ Ախր բաց ինֆորմացիայի, այդտեղ նորից տպավորություն կլինի, չէ՞։ Թողարկումները ծախես տպավորություն կլինի թե ինչ որ բան վաճառվել է։ Բերեք ֆիքսենք, որ նման բան որևէ հասկանա չէ, սարկազմի տեսանկյունով էլի այս ամենը։ Ուզում եմ ասեմ ինքը լավ էր, ինքը տրամադրությունը լավ էր, ինքնազգացողությունը լավ էր եւ տրամադրությունը մարտական ուժեղ կարծում եմ ակնկալում է որ դրական արդյունք կլինի հիմա ամեն ինչ արվում է որ Քարոզ Արշավը նաև իր մասնակցության, նաև բացի նրանից, որ ինքը ԲՀԿ ցուցակի երկրորդ համարն է նաև Մայր Հայաստան կուսակցության առաջնորդներ եւ նույն տվյալ դեպքում ԲՀԿ ցուցակով է հանդես գալիս, բայց նաև այդ Քարոզ Արշավը որոշ ձևով սահմանափակելու ուղղվածություն է տեսնում, բայց ինքը նաև հասկանում է, որ դե դժվարություններ են, դժվարությունները մարդկանց համար է, պետք է դրանք բոլորը հաղթահարենք։ Միակ լավ բանն է նա, որ գոնե գիր կարդալու ժամանակ ունենա, որովհետեւ ինքը շատ է սիրում գիր կարդալ, բառացիորեն դա էլ ասել է։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, պարոն Նորբելյան, որ ժամանակ գտաք, իրոք գիտենք, որ շատ զբաղված եք։ Շատ շնորհակալություն մանրամասն ներկայացնելու համար։ Հուսով եմ այն մարդիկ, ովքեր մինչև այս գոնե մտքի ինչ որ ծայրով անցկացնում են, որ հնարավոր է ինչ որ մի բան արել է, ինչ որ նյութ կա, հա, հիմք կա, բան, հասկացան, որ իրականում այս գործը փուչիկ է եւ տակը ոչ մի բան չկա, որքան որ զարմանալի է։ Շնորհակալություն։
Պարոն Օրբելյան ավելացնելը բան ունի։ Չէ, ուսուցիչ բոլորին հաճելի երեկո։ Եթե այսօր հիմա սա լայվեր ուղղակի կարող եմ նաև բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է այսօր իրենց իրավունքները։ Ասա 2 ժամ եղավ արդեն, բայց չէ։ Ուղղակի բոլորին շնորհավորենք, բոլորին ովքեր երեխաներ ունեն, իրենց երեխաներին, բոլոր ովքեր երեխա են, երեխաներին, բոլորս էլ քանի ծնողներ ունենք, մենք էլ ենք երեխա, բոլորիս երեխաների իրավունքների պաշտպանության օրը շնորհավորենք։ Մենք մեր հաղորդումը սովորաբար ավանդաբար փակում ենք կոչով, հորդորով, որպեսզի մեր հայրենակիցները միանան մեր պայքարին եւ ասում ենք միացեք, որ փոխենք։ Այսքանը կհանդիպենք։